Բարև ձեզ իմ սիրելի ինստագրամյան ընկերներ, հետևորդներ, ձեզ հետ ծովինար թվահոգեբանն է, վեդայական, այսօր ես ուզում եմ խոսել մի փոքր վեդայական աստաբանության հետ կապված Սատուրն մոլորակից։ Սատուրնը դա թվագիտությամբ վեդայական 8 թվանշանն է, մի փոքր կիսատ մնաց խոսակցությունը, որովհետև դա կապ ուներ հյուրեր ունենք, ինչևից է հյուրերին ճանապարհեցինք, բավականին գլոբալ խոսեմ, ինձ այսօր հյուր եմ ունենալու, հյուրս Արտուրն է, կտեսնեք բոլորդ, հիմա քիչ անց ես կուղարկեմ հայտը, որպես ինքը մեզ միանա, հիմա կմիանա, Արտուր ջան, ուղարկեցի քեզ մի վարքյան, Կստացի համել կարելի է մադերատոր տալ, ես նաև մադերատոր ունեմ այստեղ ընկերներ, նաև իմ նախկին աշակերտներից իրենց էլ կարող եմ տալ։ Որպեսզի աշխատենք, խոսելու ենք Սատուրնից, որովհետև Սատուրնը ինքը ոնց որ ասած մեծ հայրն է, որը որ մեզ տալիս է բարև ձեզ։ Բարի երեկ։ Շատ լավ։ Ինչպես է Արտուր ջան։ Տեսել եմ այնքան ծիծաղացի մեր արածի վրա, որ ես առանցնի մոտ էի մտել, դուք ձեր մոտ ու սպասում ենք երկուսս էլ մեր հերթի։ Ոչինչ, այդպես էլ ալինում, ամենայն դեպս ուրեմն տեց էր պետք, որովհետև հյուրեր ունեի, ես փորձում եի 20 րոպեում ես ամեն ինչը հասցնեի, բայց եսի 20 րոպեվա բան չի։ Վեդայական աստրոլոգիայից ենք խոսելու Սատուրն մոլորակից, որից շատ մարդիկ չգիտես ինչու վախենում են։ Արտուր ջան, չգիտեմ, տեղյակ ես թե ոչ, Սատուրն մոլորակը թվագիտությամբ դա 8-րդ թվանշանն է, հենց ես 18-ին եմ ծնվել, 1-ը եւ 8-ը։ Ինչու եմ ես սենց արդար, հա? 8 թվանշանի հետ կապ ունի։ Խոսելու ենք հայրից, որը սիրում է դաստիարակել, կարգ ու կանոն մտցնել մարդու կյանքում, եթե ստե կարմիկ ինչ-որ գործողություններ էլ եղել, ընթացքում եթե ինչ-որ մեր հետևորդներին, հա, եւ այլ հարցեր կլինի, կարող եք տալ, ես խոսելու եմ մինչեւ ձուկը։ Հա, այսինքն Սատուրնը ձկներում մինչև կսկսենք, երբ որ մարդու նատալ քարտում նայում ենք Սատուրնը կարող է լինի խոյում, դա ինչի մասին է խոսում ընդհանրապես եւ այլ եւ այլ եւ այլ։ Եթե հարցեր ունես, կարող ես նախորդ տալ, Արտուր ջան, եւ ես կսկսեմ աշխատանք։ Մի քանի հարց մենք մեր մոտ sense կազմեցինք իմ նախորդ լայվի ժամանակ։ Նախ հետաքրքիր այսօր այս փուլը աստրոլոգիական ինչ փուլում է, որովհետև այսօր շատերիս մոտ իմ մոտ առաջին տեղում հոգնածություն էր, sense զուտ առանց ինչ որ գործ անելու, առանց բանի, առավոտվանից sense օթերով են գետել, դաժե պետք է գնայի տրինաժոր, աշխատանքից հետո չգնացի միանգամից տուն եկա։ Մեկ էլ հիմա շատ տարածում է գտնում թվահոգեբանությունը։ Գտնելու է, ես իզուր չի, որ ասել եմ իշն է պատճառը, հա։ Բայց հələ մարդկանց մոտ բան կա, որ նումերոլոգիայի ու դրա մեջ տարբերությունը չեն կարող հասկանալ։ Նու իմ համար նումերոլոգիան ինքը արդեն շատ հնացած է, մի քիչ շատ պահերում արդեն Առաջին հարցը որն է, նորից դուրս հիմա աստրոլոգիական ինչ փուլում են գտնվում, որ շատերի մոտ sense հոգնած վիճակ է, էներգիա չունեն։ Մեկ էլ թվային հոգեբանության ու նումերոլոգիայի տարբերությունը։ Ուրեմն նայ, աստրոլոգիայի հետ դա ոչ մի կապ չունի։ Քո ասածը, դա իմ կանխատեսումներից մեկն է Հայաստանի համար, որ ես արել էի արդեն երկրորդ տարին ասել եմ, որ էներգիաները փոխվում է, հա։ Ուրեմն ուշադիր լսեք։ Էներգիաները երբ որ փոխվում է, օրինակ մեծ աղջիկս այսօր ասեց ամբողջ օրը գլխացավեր եմ ունեցել։ Իմ մոտ, քանի որ ես պայծառատես եմ, ահա որ այս վերջերս նկատած կլինեք, աչքերս ոնց որ ուռած լինի, անքնություն է սկսել։ Այսինքն, ես մինչև առավոտյան ժամը 6 չեմ քնում։ Իմ մոտ էլ տենց է արտահայտվում, հա, գլխացավը շատ քիչ է լինում ինձ մոտ, մարդ էլ կա անընդհատ քնել է ուզում։
Հասկացար, դա այս էներգիաներն են, որովհետև մատրիցան փոխվել է։ Սանսարան, գիտես չէ, Սանսարայի անիվը, ովքեր կարմիչսկի ուժեմ աշխատել են կարմա, իրանց առաքինությունը չեն կատարում, այդ մարդիկ, այսինքն դա այն մարդիկ են, ովքեր որ սիրում են խալյավա, այտենց էլ չեն փոխվում, գիտելիք ձեռք չեն բերում, փորձում են դեգրադացնել, հա, եւ այլ եւ այլ եւ այլ։ Այստեղ Սատուրնը այդ մարդկանց համար պատրաստում է բավականին լուրջ պատիժներ։ Այդ մասին հեսա քիչ անց կխոսենք, բավականին լուրջ է դա, քան այդ մարդիկ կարծում են։ Ես այն ինչի համար եմ ասում, որովհետեւ Սատուրնը սիրում է կարգ ու կանոն հաստատել։ Հա, նայ, եթե խոսքի օրինակ իմ թվանշանը 18-ն է, ինձ տրված է, որ ես մարդկանց իմ հետևից պետքա տանեմ, բայց քանի որ իմ Պլուտոնը այդ եղջյուրում էր, Պլուտոնը այդ եղջյուրում ինձ նաև տվեց, հա, սենց հեղափոխություն իմ կյանքում, որը 5-րդ տարին է, արդեն գնում է 6, հա, Անդեղից հիմա դուրս է եկե Պլուտոնը մտել է իմ ջրհոսում, այսինքն իմ աշխատանքները սենց պետքա լինի, պետքա ուսուցանեմ եւ այլ եւ այլ եւ այլ, բայց ներկապային իմ ջրհոսը այսպես հետաքրքիր եռանկյունի է կազմե, հա, ինչի համար, ինքը ուզում է կարգապահություն ես հաստատեմ, այսինքն նաեւ իմ ընտանիքի հետ, հասկացար, որովհետև ես րոպեն մեկ ունեցել եմ, հա, փոքր երեխաներ, ես չեմ կարա րոպեն մեկ իրանց ճաշ սարքեմ, արդեն ես հիմա իմ մասին պետքա մտածեմ, ասենք, մեկ շաբաթվա մեջ, մեկ անգամ ես կարգ ու կանոն եմ հաստատում, դա Սատուրն է, այդտենց ես կարամ, հասկացար, դրա վրա աշխատեմ, որ ինքը արդեն պոզիցիան փոխի, այսինքն ես իրանց խոսքի օրինակ, հիմա շատ դժվար է ինձ, որ աշխատանքս ծանրաբեռնված, որ ես անդադ չեմ կարող վազեմ, հա, ընդեղ, Սատուրնը քեզ ասում է, դու կարգ ու կանոն հաստատի, սահմաններ դիր, հա, խոսքի ես պտի զանգես, ասես ես ամեն կիրակի եմ գալիս ձեր տուն, հասկացար, որ էդի դզվի, այդ պոզիցիայից, ու բլոկնոտ ես վերցնում, բարև արմաճ, բլոկնոտ ես վերցնում, թուղթ ու գրիչ, պլաններ ես կազմում, որն ես դու շատ ուզում անես եւ այլն, տարբեր է։ Համենայն դեպս էդի նաեւ 4-ի հոգի մատրիցայի հետ կապ ունի, որը յոգայով եմ ես զբաղվում եւ այլ օգնում է բավականին։ Բայց հիմա ուզում եմ խոսեմ մի փոքր Սատուրնից, որպեսզի մարդիկ հասկանան, որ այդքան էլ բոբոձյաձյա չի, հա։ Ինքը Սատուրնը։ Երկրորդ հարցիդ էլ պատասխանեմ, երկրորդ հարցդ էլ տուր, թվագիտության հետ կապված ասեցիր։ Նումերոլոգիայի ու ներկայիս թվագիտության, թվային հոգեբանության տարբերությունը որն է, որովհետև նախ ես որ փորձեցի նումերոլոգիա ուսումնասիրեմ, հասկացա, որ արդեն լիքը բաներ չի համապատասխանում, դա արդեն մարդիկ կան հələ Պիֆագորի մատրիցային վերլուծումի չեն, որ բաշխի անցյալ դարա։ Չի աշխատում։ Էդ տարբերությունը Պիֆագոր 1900-ից սկսած էլ չի աշխատում։ Ուզում ելնեն վերև, ուզում իջնեն ներքև։ Ինչով էր Կեյտուն թվագիտության, այո, լավ, ես աշխատացնում եմ 2000 թվականից։ Եվ ընդհանրապես նման չի այդ աստղեն ասում ինչ, ոչ մի կապ չունի։ Ավելի արագ հասնելու, հա, որ թիվը պակաս է քո հոգի մատրիցայի մեջ, ես հաշվարկն անում եմ, դա, հա, եւ մարդուն տալիս եմ, որ ինքը պետք է այս ռեկոմենդացիաները անի, որ իր մոտ փոփոխություն, որովհետև մարդիկ կան չեն հասկանում, ի՞նչն է խնդիրը, որ մի հատ արգելափակում է եկել, ցեպը չկա, հա, չի թողում, որ այս մարդը առաջ գնա։ Նայ մենք տեսնում ենք 4 չունի, հոգի մատրիցայի մեջ։ Այս վերջերս նայել եմ 7 չունի, նաև անգել խրանից էլ չունի, հրեշտակ չունի, պահապան։ Իսկ 7-ը ինչա էներգիա, 7-ը ինչա ճանաչում, 5 չունի, նոր կապեր, նոր կոմունիկացիայի միջոցով, 4-ը կրեատիվ ինչ-որ բան մտածի, հա, ժամանակ վերց, տարբեր է, բայց շատ մարդիկ Պիֆագորով չի աշխատում նա 100%, սենց խորհուրդներ, սենց ճիշտ չեն բացած,
Ուրիշ հարց ունես։ Տարբերությունը հələ մարգասմատ մտաշի ինչով է թվահոգեբանությունը նումերոլոգիայից տարբերվում, որովհետև չիմացող մարդու աչքին ինքը զուտ էլի նույն թվերն է, նույն էներգիաներն է բանը, բայց Չէ, շատ բանա մեկնաբանություն փոխվել։ Տես ասում ես, չէ՞, սկզբի հարցը որ տվեց իր աստրոլոգիայի հետ դա կապ ունի, էներգիաները փոխվել է վաղուց, որովհետև հին հոգիները վերջնական եկել են, նոր պետքա գնա։ Դրա համար պետքա շատ գիտելիք, որ դու էզոթերիկայում ուսումնասիրես, հոգևոր արժեքները զարգացնես եւ այլն։ Հասկացար։ Դա էր պետք որ իմանայիր։ Հիմա նայ, ամենակարևոր առաջադրանքները կարմիչոսկի հա, Սատուրնը, որ տալիս է, դա որն է, որ մարդ պետքա ինքը եթե իր աշխատանքի մեջ է, ինքը պետքա պատասխանատվություն կրի, առաջինը իր համար, այն մարդկանց համար, ովքեր իրան դիմում են, կամ որտեղ ինքը աշխատում է, հա, եւ չպետք է խախտի կան օրենքները դեզերքի։ Եթե ինքը խախտեց 100% այդ առաջադրանքը ուրեմն չի կատարել։ Նայ, իսկ последствия ինչպեսին կարա լինի, հայերեն ոնց են ասում последствия։ հետևանք։ Հետևանքները բավականին ցավոտ։ Եթե ինքը խախտում է տիեզերքի կանոնը, ինչա տալիս Սատուրնը տենց մարդկանց։ Հիվանդություններ, աղքատություն, հա, օպերացիա, վիրահատություններ, բարև ձեզ, բարև բոլորին։ Տալիս է հոգևոր, հա, եւ ֆիզիկական ցավեր։ Տալիս է արգելափակումներ, որ դու այս բանն արել ես, դնում ա այդ խոչընդոտը դեմը, հա, եւ դա հնարավոր է մարդկանց, դա ոչ միայն այդ ձևով, հա, խոսքի մարդը գնացել է մարդա սպանել։ Ինքը տիեզերքի օրենք է խախտել։ Հասկացար։ Մարդը մեկին Բերանից դուրս է եկել, այդ մարդը չի փոխվում։ Սրանա վիրավորում, սրանա դեգրադացնում, քիթը խոթում է ուրիշի կյանքի մեջ եւ այլը։ Դրանք տիեզերքի օրենքները խախտելա։ Դու չպետք է դա անես։ Անում ես, ինքը կարա տա բարեկամի, գիտես ոնց խեն ասում, արարիչը ամենափից տեխնամարդու ցավ ասում երեխաներին, տալով հիվանդություններ, ցավ, որ դու էդի զգաս, ինչի է։ Իսկ շատ մարդիկ դա չեն գիտակցում, որ իրանց արած մեղքերն է։ Այսինքն իրանք բարդում են իրանց մեղքերը, չուզենալով փոխվելով, հա, չցանկանալով փոխվել, այլ մարդկանց վրա, այսինքն բոլորը մեղավոր են, դու մեղավոր ես, բայց ես մեղավոր չեմ, ես ինչ եմ արել, որ չի փոխվում։ Մնում է սանսարայի մեջ բլուզենիա դուշի, լսել ես։ Հետո իրանք պետքա նորից հոգին թողումա գնումա, նորից հետ պետքա գան, որ իրանք են արել դա։ Հասկացա՞ր։ Այսպես բաներ ունի։ Դրանք, որ մարդիկ դիմում են օրինակ նույն տարոլոգի մոտ են գնում կամ գուշակի մոտ են գնում, բան են ակնկալիքով։ Ալա գուշակների մոտ գնալը։ Ինչով ա լավ թվագետների մոտ գալը։ Թվագետը չի ճանաչել, որ տեղյակ չկան, որ իրանք ինչ-որ միտեղ սխալվել են։ Բայց երբ որ տարոլոգը կամ էս բարագամ արդեն թվագետը իրանց սխալն է ցույց տալիս, դու գիտես, այս ինչ հատվածում քո կյանքի սխալվել ես աշխատի դրա վրա, արդեն մարդը չի ուզում այդ պատասխանատվությունը իր վրա, որտեղ հեշտ է ասել, որ ինձ նավսել են, հեշտ է ասել ծառմայր ճակատագիր էր էսել, բայց մարդուն երբ որ ասում ես քո կյանքը կառավարողը դու ես, всё, գնաց։ Ერთი գա կոմոդի երբեք ինքը։ Նայ, Սատուրն մոլորակը դա տարոքարտերով օդի տարերքն է։ Օդն է։ Սատուրնը ընդհանրապես, ինչպես վեդայական աստղաբանության մեջ, թվագիտության մեջ էլ, հա, 8 թվանշանն է շանին է, միֆիոլոգիայով։ Շանին։ Այսինքն սա իրոք մոլորակ է, մի էներգիա է, որը որ կարմիչսկի առաջադրանքներ է տալիս մարդուն, որ ինքը բերել է անցյալ կյանքերից։ Ինքը պետք է այս կյանքում այդ մեղքը ինքն է գործել։ Ինքը հենց դա էլ մաքրի։ Իսկ եթե իրանք մտածում են իրանց հոգին թողեց, գնաց, իրանք ոչ, իրանք պետք է նորից հետ գան, իրանք մաքրեն, որովհետև դա իրանց մեղքով է եղել, իրանք աբրաբոտ կա չեն արել, հասկացար։
Ինչի մասին ենք խոսում։ Այդպես քննարկումներ էր գնում նախին կյանքի հետ կապված, բան ասում ռազ որ մենք այս աշխարհում ենք, ուրեմն արդեն նիտո միած սխալ բան արել ենք, որ ենք եկել։ 100%։ Հարց ունես։ Կոնկրետ իմ հետևորդների հետ հավաքած հարցերը էս էր, թե հիմնային տարբերությունը որն է, ու շրջանի հետ կապված, թե մենք բոլորս Շատ թուլացած, լուրջ բան կա թվայինի հետ, ասեմ, թվա հոգեբանության հետ։ Նայ, խոսքի օրինակ, մեկ թվանշանը դա արևն է մարդու, յան էներգիան է։ Մեկ թվանշանը, եթե մարդու խոսքի օրինակ, հա, միսիանա, ընդհանուր թվերը ծնված ամիս, ամսաթիվ, տարեթիվ, հա, վերցնում ենք, խոսքի օրինակ անումա 10, մեկին գումարա 0,1, հա, խոսքի օրինակ։ Այդ մարդը պետք է օգտագործի իր լավ կողմերը։ Էտա իր միսիան, ինքը կարա լինի լավ ղեկավար, բայց ինքը չի կարա մենակ բիզնես տնի։ Հա, ինքը կարա կառավարի, բայց նայ, ինչ երբ են տուժվում։ Ստեղ հոգեբանությունը, ստեղ թվա հոգեբանությունն ինչի մեջ է։ Այդ մարդը կարող է խոսքի իրան տրվում է տիեզերքից հնարավորություն, որ իր մեկ թվանշանը ինքը պոզիտիվ ցույց տա իր արևը մարդկանց, իր հետևից տանելու, որովհետև ինքը խոսքն է կարևոր, որ տեղ հասցնի, հա։ Ինքը կարա էգոն սկսի աշխատել ես։ Ստեղ արդեն էթում է բերե իզբիտիկ էներգիա։ Հա, եսը արդեն սկսում է ինքը մանիպուլյացիաներ անել, այսինքն ինքը ակտիվացնում է իր միսիայի թվանշանը, նեգատիվ, ու ինքը զրոյացնում է լրիվ իրան։ Հետո ինքն է մեղա, այսինքն քանդում է, ինքը չի ստեղծում։ Էդի որ ակտիվացավ, ինքը զրոյացած մարդը ինքն է մեղավոր լինելու, որ ինքը ակտիվացրել է մեկ թվանշանի վիբրացիան, լրիվ նեգատիվ։ Հասկացար, ամենավտանգավորը 8-ն է։ 9-ն է, որ կրիմինալի հետ նաև կապ ունի, որ պետք է կառուցի, 7-ը, 4-ը, սրանք կրիմինալի հետ կապ ունեն։ Հա? Միստիկան ոնց է իմանում։ Համընկնում ավագ ստարչի արկանների էներգիաների հետ, թե բաբշե չեն համընկնում։ Համընկնում է իհարկե, որովհետև վեդայականն ասա, սա կապ չունի սովորական, հա, թվագիտության հետ, սա կոնկրետ սենց ցելը դնում է, ասում է սենց, մարդու մոտ, մարդը ա եղել ինձ դիմել է, ասում էր թուղթուգիր են արել, թուղթուգիր։ Նայում ես թվանշանի մեջ առողջություն չկա հոգեմատրիցայի մեջ, ինքը պետքա կրիզիս ստեղծի իրան։ Նախ, Սատուրնի հետ պրոբլեմ ունի ինքը, դիսցիպլինա չկա, կարգ ու կանոն չկա, խախտել է տիեզերքի օրենքները, հասկացար։ Ինքը պետք է աշխատի իր վրա, իր սխալներն ուղի, հետո կարող է 7-ը լինի իր թիվը, հա, խոսքի օրինակ, կարմիչսկի միսիան, առաքելություն այդ մարդու խոսքի օրինակ 7-ն է, այդ մարդը լրիվ ինքը նեգատիվ է, աշխատացրե թիվը, այսինքն ակտիվացրել է նեգատիվ, բերե ատկոս է այդ, լրիվ ատկոս, ասմա վայ, կյանքս քանդված, իգրոման են դառնում, 7-ը, հոգևոր արժեքներ ընդհանրապես չեն ունենում, որովհետև նյութականից կախված։ Հա, սֆերային, պետք է լինի թե էզոտերիկա, թե անձնական կյանք, թե գործնական, եթե միտեղ սիսբիտը կա լինում էներգիայի, այդտեղ տալիս սախ քանդում է, բայց ես ինձ դիմող մարդկանց միշտ ասում եմ ոչ մի բանի, այնտենց մեծ կարևորություն մի տվեք, դա կլինի մի տվեք, այո, որտեղ թե ինչ որ պաշտոն կլինի գործի տեղը, թե կլինի որտեղ լյուբոյ բան ինչին մենք տալիս ենք մեծ կարևորություն, ի վնաս մեզ է լինում, դաժե դրա մասին Վազիմ Զելանդն է շատ լավ, ես գիտեմ, Վազիմ Զելանդն է շատ լավ խոսում, հետևորդներից հետ իսկ Ռեյկի վառոնքեն գիտես, ինչը, Ռեյկի վարժություններից այդ բլագադարնես մամի, պապի, թևերով որ անում են, բանը, որ վառոնքան մեկ էլ, հա, տեսել ես, գիտես, Տենց բան, թևերով բանը գիտեմ, որ տոհմի բան ապրես, էդի հատուկ դու պետք է անես, բլգդարյու, 40 անգամ, ես անգամ դա գիտեմ, հասկա, Դրանց ես էլ ունեմ, ժամանակին սովորած չդամ երաչորդով մասնագետ,
Տեսնում ես։ Նայ, եթե Բերման մարդու քարտայի մեջ նատալ Սատուրնը խոյում է։ Խոսքի օրինակ, հա, ստե ինքը իրան լավ չի կարա զգա։ Սատուրնը այնքան էլ լավ չի զգում խոյում։ որտեղ խոյերը խայսյա չունեն, կոտոշները տնկեն սա Էսի նույն խառնելին։ բանն է, նայ, ինչ իմը սազնանյաս ինննա, ես պետք է կառուցեմ, ինքը բավականին հզոր էներգիա է, իմպուլսները շատ է, ու հինգը ռադիկալ է։ Ես էներգիաները պետք է կարողանաս բալանս պահես, հա, նույն բանն է, բայց տարբերությունը որն է, կոմֆորտ չի զգում ինքը իրան։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ տորմս կարա առաջացնի մարդու գործերի մեջ։ Ով էնի։ Իմ մոտ իննի էներգիան է տենց շատ, որ մեկ տանում է, որ պետք է կանես այդ կոմֆորտը գտնես, պետք է կանես մարդամեջ ելնես, մարդկանց հետ լեզու գտնես, փորձես վերք չվերցնես մարդկանց վրա, հետո այդ 9-րդ էներգիան ունես մինուս տամ է, ահա որ մեծամտություն, մարդկանց վերևից նայել, չվստահել, ոչ Պետք է մեկը լինի, ու էդի ահա որ իմ 9 էներգակիրների մոտ շատ բարդ փուլ է, էդի հաղթահարելը, որ որովհետև մարդն է պատմություն մեր մեջ խոսում։ Яркая личность, հասկացա՞ր։ Այ 9-րդ էներգիայի հետ մեկտեղ որ մի հատ էլ բան կա, ցուլ եմ դե ես էլ հորոսով եմ, որ շատ իմ հանգիստ։ ասածի թեև Նայ, հիմա որ Սատուրնը գինին առա, կախեց մոտ։ արկելացնում, հա, արկելափակում չի թողում, որ դու ուզում ես կանես, տեսնում ես չի լնում, տորմզանում, հա, հա, Չէ, չի լսվում, իվար, լսվում հետևորդներ, իվար կար, ոյ, կներեք, ահա մի քիչ էսպես անենք, հիմա լսվում է, հա, հիմա կարգավորվեց, բանից հետո չլսեցի вообще։ խոսքի, խոյը սովոր է, հա, խոյը իմպուլսն է մարդու, ինքը սովոր ամեն ինչ արագանի իմպուլսիվ է, բայց ստեղ ենքան է լավ չի զգում, երբ Սատուրնը մտնում է իր տուն։ Այսինքն տորմզանում, իշքան էլ ուզում է փորձի, что-то չի ստացվում, հա։ Որովհետև բանը սեթ ունեն, սեն գործել պահի տակ, էլի կորավ։ Քո վրա վերցնես պարտավորվածություն, պատասխանատվություն, կարծաններ հաստատես, իսկ խոյը ինչ է սիրում, բուրյա, հա, փոթորիկ, Իմ մոտ էլի կախել էր, բանը չգիտեմ, այս ինտերնետն է տատանվում, թե ինչ չի լսվում ձայնս, հələ մի րոպե, այս ընթանք, լսվում է ձայնս, հիմա լսվում է սենց։ պատի որ լսվի, ընդեղ տակից մի քիչ խնդիր ունի, առաջու հետ եմ տանում, նայ, այսինքն դու կարևոր գործերդ պետք է պլանավորես, ինքը էդ է պահանջում քեզանից, իսկ դու չես մտածում, ես ինչ էներգիա է, եկի Սատուրն է, հա, կարգ ու կանոն հաստատի, ինքը քեզ տորմուզ անում, որ դու հասկանաս, հասկանում ենք, որ ինքը այնքան էլ վատ բան չի անում, հա, շատ մարդիկ սենց ստրաշիլ կեքով են մտածում, Բանի նման է, որ Բաշնյայի 16-րդ արգանից բան են լինում, վախենում են, բայց սպասեցի վատ բան չի։ նայ, փոքր ժամանակվանից հենց Սատուրյանսկի ովենը, հա, այսինքն
խոյը ինքը եղել է ոնց ասեմ քեզ անպատասխանատու, որովհետև փոքր է եղել։ Ինչ ուզե այն էլ արել է, գլխից ինչ փչել է, հա։ Որովհետև կյանքը ստիպում է խոյերին փոքրուց, որ իրանք կարողանան իրավիճակները ճիշտ, հա, իրանց մտքերը ճիշտ արտահայտեն, այն ինչ մտածում են ճիշտ, բայց մարդիկ ինչ մտածում են, խոյերը դա են արտահայտում, ինչ շատ մարդկանց դուր չի գալիս։ Խոսքի օրինակ, հա։ Ինչ որտեղ կարող է ասեն, հետո մտածեն, Սատուրնն է, ութն է անում, որովհետև իմպուլսն է, դա խոյն է, հասկացար, հետո փոշմանում են, թե ես խիաս։ Խոյը չի մտածում, իմպուլսն եկավ, всё, ինքը ինչ մտածեց, քեզ ասում է, բայց հետո փոշմանում է, բայց ոչ բոլորի մոտ է սա այսպես, հա։ Նայիշն է հետաքրքիր, որ Սատուրնը նաև ցույց է տալիս, որ երիտասարդ ժամանակ այսպիսի մարդիկ տարբեր աշխատանք կարան ընտրեն, աշխատեն եւ այլը, հա, բայց մենակ այնքան որ աշխատեն, թեկուզ փողը քիչ լինի։ Իրանք տենց են մտածում։ Ընդհանրապես, եթե հարցնում ես էլ, խոսքի օրինակ ոնց ես ապրում։ Հենց հպարտ, հա, սենց էդի իրանք են, խոյերն են։ Ինչ կարան ասեն։ Հացը կարակի հետ կա, հերիքա էլի լավա։ Դա так, ничего. Արևը ցոլի մեջ չա, բանը լուսինն է խոյի մեջ, ու դրա հետ գնագալիս եմ աջելնիկի էներգիաներով ձեզ ցույց եմ տվել մի անգամ իմ մոտ ինչքան շատ աջելնիկի էներգիա։ Այ փոքր տարիքից իմ մոտ հակառակն է, սաղ չափված ձևված, կարգու կանոնով, մենակ տարիքով մեծերի հետ եմ շփվել ինձանից, ին տարիքայինների հետ вообще լեզու չէի կարող գտնեի այդ տարական դասարաններում իմ գիրք տետը բան նենց իդեալական քոլը համալսարանում էր որ գնում էի լեկցիաներից դասախոսներ չէին հավատում որ իմ գրածն ասում էին տալիս ես աղջիկներն են գրում որ պատկերացնեք բայց Նայ, իսկ անսպիտակ լեկցիաները բանը հələ նայեմ, հա, չէին հավատում հետաքրքիր է։ որ գրած ասում էին եսի հաստատ տվել ես աղջիկներն են քո տեղը գրել Շատ դա լավ է։ էլի ու իսկ փողային հարցերում արդեն աշխատանքերում ցուրտներ, որ ես կյանքում քիչ փողով բան չեմ արել, իմ մոտ պարտադիր պրիորիտետը առաջին տեղին ֆինանսն է եղել աշխատանքի մեջ, Հա, կարիերայի մեջ իհարկե, ոչ էզոտերիկայի, թե որ պետքա փողը բարձր լինի, որ նոր ես այս աշխատանքը անեմ, իմանամ, որ պետքա պաշտոնի բարձրացում ստանամ, նոր ես ավել բանը անեմ, բան, ու էդի սենց ահագին օգուտ է տվել, էլի, երբեք պրոսեսներ ինչ-որ մի բան չեմ արել։ կոնսերվատիվ, ցուլը մատերիալն է, կոմֆորտ է սիրում, Հա, հա։ Նայ, իսկ երբ որ մեծանում են խոյերը սիրում են դնել պլան, իրանք երբեք էդ չեն նայում, ու էթում են առաջ։ Նայ, խոյի նշանի մեջ կա, երբ որ նայում ես, սենց բարձրանում է պոզերը, հա, էդի ինչ է հիշացնում։ Ֆանտան, կապ ունի Սուրբ Հոգու հետ։ Հասարակ, այո, Սուրբ Հոգու հետ։ Թևերնա, չէ, աղունիկի։ Իմ ասիցեն տխոյա, ես խի եմ ինձ պահապան հրեշտակներից ստանում էդ սպիտակ ուղերձը։ Հասկացար։ Իսկ ինքը սենց է, ֆանտանչիկ։ Հասկացար։ Մեծ հասակում իրանք սիրում են ու միշտ առաջի տեղը պետք է լինեն։ Իրանք խոյը տենց է։ Կարող է ինքը չի ուզում, հա, անգիտակցաբար, բայց դա ստացվում է, իր նշանն է, որովհետև ինքը կրակ է։ Որտեղից է սկսում առաջի նշանից։ Շատ քիչ են լինում տրուդագոլիկներ խոյերի մեջ, որովհետև խոյերը միտեղ երկար չեն մնում։ Անդադ միտեղ կիսատ են թողում, հա, շուտ կորում հետա ոգևորությունը, եթե ստացվում է լա, ոնց որ արդեն всё կորի այդ ոգևորությունը մեջ, մեկ այլ բան ման գալիս։ Իրանց մոտ այդ ինտերեսը, հետաքրքրությունը միշտ շուտ կորում է, հա։
Բայց ես իմ մոտ խոյի լուսինը խոյի մեջ է, բայց հա դա պիտի էմոցիոնալ մակարդակում լինի, այսինքն պիտի ինչ-որ էմոցիոնալի տրիգեր լինի, որ ես նոր սկսեմ ուրիշ արդեն իմ խոյությունը բռնում է բանի ժամանակ մենակ, երբ որ ջղայնացնում են, երբ որ հիասթափեցնում են, այդ ժամանակ արդեն ծալում դնում եմ այն կողմ որ ցուլ է։ չեմ զարմանում, նայ, հիմա Սատուրնը եթե մարդու, հա, Օվենի զնակն է, ինքը տալ չկա տալիս քեզ, հերիք անստես տեղում, всё կարգու կանոնը հաստատում ես, որպեսզի դու առաջ գնաս, եթե դու, հա, չես գնում, նստել ես ու, չգիտեմ, խի սպասում ես, որովհետև ինքը ուզում է, որպեսզի դու առաջ գնաս, հասնես քո բարձրունքներին, հասկացա՞ր, Օվենը ինչով է լավ, որովհետև շատ մարդիկ չգիտես խի օվենների մոտ օվենների հետ կապված նախանձություն կա, մտածում են թե իրանք չգիտես խի մենք էլ ենք նախանձում, տենց են մտածում, բայց իրականում տենց չի, մոլորակները ստե մեծ կապ ունեն, օրինակ Սատուրնը դնում է այդ խնդիրը, դու ставь цели, հա, и иди вперед, տալչոկը ինքը տալիս է քեզ, իրանցից նաև տալիս է կարա ինքը պարգևատրի, հա, նայած դու ինչ ես արել։ Հիմա Սատուրնը, Նեպտունը պետք է մտնի խոյ, տեղյակ ես։ Հա, ես աստրոլոգիայից հեռու եմ ահա։ Ծեփներից դուրս են գալիս, իսկ Նեպտունը ինչ կարա տա։ Այն խոյերը, որոնք որ շատ տանջվել են եւ այլ, իրանց մոտ կարա բացվի, տեսողական, մեծ հնարավորություն է տալիս, կամ կարող է չգիտես որտեղից, թող դու գրիս վերցնում մի բան գրում է, դառնում է պիսатель։ Չես հասկանում ես մարդ ոնց։ Այսինքն նաև հատուցում է պարգևատրում է, ինքը այնքան էլ վատը չի։ Բայց մարդ պետք է լինի պատասխանատու։ Կարմիչսկի առաջադրանքը որն է, հա, Սատուրնը եւ ուրեմն խոյում է լինում, այսինքն ինչ առաջադրանք է ինքը քեզ տալիս, էներգիատ պետք է դնես քո կարիերայի աճի համար, դա է, հասկացար, քո վրա վերցնում ես պարտավորվածություն, այլ ոչ թե անպատասխանատվություն, պատասխանատվություն, քո բարերի համար, քո գործողությունների համար սկսում ես գործել, իսկ եթե դու ձայն չես հանում, ոչ մի բան չես հանում, հետո ումից ես բողոքում, այդ դեպքում Սատուրնը քեզ կարա պարգևատրի, իսկ եթե դու ոչինչ չես անում, հա, քո գործի մեջ անպատասխանատու ես եւ այլն, նաեւ մարդկանց հանդեպ, բոլորին մեղադրում ես բացի քեզանից, ինքը քեզ կարա հակառակը պատժի, հասկացար, Սատուրնը, այսինքն արդարության թվանշանն է 8 շանին, միֆիոլոգիայով դա շանին է, դրա համար պետքա ինքը վերցնի իրա վրա պատասխանատվություն, իրա նաև բարերի համար պետքա պատասխանատու լինի, ինչ որ մեկին խորհուրդ տվեց, ինքը պետքա արդար լինի, հա, պատասխանատվություն կրի, որ ինքը ճիշտ խորհուրդ է տալիս այս մարդուն, իրա հետևից անելով մարդկանց, այդ դեպքում խեն ասում, 9 թվանշանները, հա, եկել են օգնելու մարդկանց, Մարսը, բայց նայ 8-ը, օրինակ իմ համար բերենք, 8-ն է, հա, 1 եւ 8, այսինքն 8-ը դա Սատուրնն է, որը քեզ ասում է, դու պետքա լինես պատասխանատու քո հետևից մարդկանց տանելու, հիմա ինչն է հետաքրքիր, որ իմ ուրեմն աղեղնավորի տունը Սև Լիլիթն է նստել, այսինքն մագիան հաջող իմ մոտ կատարվում է հենց դրա համար, ինձ տրված է մագիան, հասկացար, ու մի հատ հետաքրքիր տան հետ է, հասկացար, այսինքն մոգությունը այդ արդյունքները խի ես ունեմ, որովհետև հենց հիմա ներկա պահին իմ Սև Լիլիթը սենց հավեսով նստել է իմ աղեղնավորի տանը, ոչ թե կարիճի, ոչ թե կշերքի, հա, թակարդ, ոչ, ու ինքն է հետաքրքիր, որ նաև Սելենան է, սպիտակ
լուսին նայում։ Այդ շատ լավ է, օգնությունների հետ կապ ունի, գաղտնիքների իմ տունը, հեսա խոյը որ մտավ, դա իմ հենց այն տունն է, որը որ ես աշխատում եմ, ինչ անում եմ, հասկացար, չէ՞։ Այսինքն ութը իմ թվի դա պատասխանատու լինելն է։ Անցնենք հիմա քոնը։ Ուզեմ մի վարքյան, այսիմ գրքից է, որը ես մի փոքր հատվածներ եմ ուզում տամ, որպեսզի շատ մարդիկ հասկանան։ Հիմա ես կուզեի ծիլցե, հա, նայ, Սատուրնը երբ գտնվում է, գալիս է, խոսքի, երբ որ ցուլի տունն է, ինքը ինչ է ուզում, որ դու, այսինքն հենց ընենց չի տրվում մարդուն, ստեղ դու պետքա շատ պախածյան ես, աշխատասեր լինես, աշխատես, տրուդիցա, հասկացար, պետքա շատ աշխատես, բայց վախենալ պետք չի, նաև դու էլ պետքա կրես պատասխանատվություն, հենց ընենց գումարներ մարդու կյանքում չի գալի, դրա համար մինչև քրտնաջան պետք է աշխատես, պատասխանատվություն կրելով, դու էլ պետքա դնես ցել, նպատակ, ու սկսես դու կամանց, որ միանգամից չի լինում։ Ես իմիջիալս այս լայվից բուկվալներ 2 ժամ առաջ մի հատ բան եղավ փողի ֆինանսի հետ կապված, որ ես իմ մեջ մտածում էի, որ մինչև այսօր այդ հարցը չէր լուծվում, բայց որ մի օր 3 չառաջի օրը ես իմ մեջ միտքը պլանավորեցի այն պայմանով, որ սենց հստակ նպատակ կա ու դրա հետ կապված սենց ֆինանսական գործ պիտի արվի։ Մի օրում եղավ այնքան բան, որ 2 ամսվա ընթացքում չէր լինում։ Զուտ այն պատճառով, որ ես պլանը գծել էի, որ այս նպատակի համար կա։ Ես միջավայր զուտ ուշադրություն չէի դարձնում, որ հալա դե կլնի, չէ վիճակով էր մոտս ու տես մնացել էր։ Բայց երբ որ իմ հստակ դեպքից ասի այս նպատակի համար էսի սենց եմ անելու, մի օրում սա հարցերը լուծվեցին։ Առանց իմ միջնորդության դաժե ինչ-որ միտեղ։ Կոմոդ դա լավ է, բայց մարդիկ կան խոսքի, նայ, խոսքի երբ Սատուրնը մտնում է ցուլի նշան, կարող է այդ մարդը սաղ կյանքը սովորելա սրա նրա հաշվին ապրել։ Ստեղ Սատուրնը մտնում է, հասկացար, որպես մարդը արդեն հենց ընենց իրան ոչ մի բան չի տրվելու, որպես ինքը սկսի ինքը իրա, ոչ թե ուրիշի հաշվին ապրել, ինքը իրանը ստեղծի, հասկացար, ոչ թե ուրիշների հաշվին ապրի, որովհետև մարդուն այսօրվա դրությամբ կարող է խոսքի անհանգստացնում է ֆինանսային իր հարցերը, հա, առաջ գնալը եւ այլը, բայց դա մարդը տենում չկա, քիչ չկա, որովհետև ուրիշների հաշվին սիրելա հա ապրի, Սատուրնը իրան ստեղ արդեն կարա պատժի, հասկացար։ Մի քանի օր առաջ բանը, սենց random խանութ, պրոստը տուն էի գալիս, ճամփին խանութում ես ծաղիկը տեսա, մտա առա, զուտ։ Այլ, լավ բան չես արել, դա լավ ծաղիկ չի։ Ես կասեմ Չգիտեմ, քեզ։ իմ մոտ բանը, մի բանի, որ սենց սիրտս մի անգամից կպնում է, արդեն այդ նշանակում որ բոլոր կանոնները այդտեղ չեն աշխատում, եթե սիրտս կպել է, ուրեմն դա օգուտ է տալու։ Քեզ մի հատ բան ասեմ ինքերական, դու մտածել ես դա ասել են փողի ծաղիկն առել ես, չէ։ Ես դարձի առնելուց հետո եմ իմացել դրա մասին, ես Ինքը տենց փողի ծաղիկը չի իրականում։ Նայ, իրա տերևները փորձած բանը, եթե փոքր է ընկնում, ուրեմն փոքր կորուստ է ֆինանսային, մեծն է հելնում, մեծ գումարների կորուստ, ծախսեր։ Ես պրոստը մի բան ասեմ, սենց որ մի բան հավանում եմ վերցնում եմ, ես չեմ խորանում արդեն շատ, դաժե չգիտեի, բերել եմ տուն Խորանաս չխորանաս, կարևորը ես քեզ զգուշացրեցի, հետո կտեսնես, որ ես ճիշտ էի։ Մեկի հետ չի եղել։ Ես ինձ կգրես, հետո քեզ կասեմ որն է։ Այս ծաղիկ հետ ծաղիկ։ ֆիկուս էի առել բերել դրել տունս, բայց ֆիկուսը իմ սենյակում չաճեց, ուրիշ տեղ եմ տարել դրել, որովհետև սենց ես իմ ծաղիկ չտվող ծառերի, որ սենց իրենք Ես տարի տեսքին ունեն, էլ իմ եմ համար սիրում։ ես եմ սիրում, ֆիկուսներն եմ շատ սիրում, մեծ տերևներով, որ լինում են, իմ համար շատ սիրուն են իրենք, բայց Ֆիկուսը ցիլեցներինն է։ Ամերիկյան ֆիկուսները ես ունեցել եմ։
Պրոստը մեր Աղեղնավորներինը ինտերնետ Անտոնիումն է։ ինչա։ Աղեղնավորների ծաղիկն էլ Անտոնիումն է։ Ես զուտ բանով եմ սենց պահերին, իմ էմոցիաներին եմ նայում, եթե հավանել եմ ասում եմ արա, ուրեմն պիտի անեմ։ Դաժե ես Բաց չի դա։ չէր ֆիքսել բանին, Շատ երևի լավ։ հենց տունը բերել են սենյակից, ով տեսավ ասում ես փողի համար, ասում չէ, զուտ տեսքը դուրս եկավ, կանչեց արա բերի դրեց, իսկ Եթե չգիտեի դու որ տես մի փողի ամի տեսար է, կապը։ ուրեմն ու դուրը տեկել է, ուրեմն ինքը քեզ կարա հաջողություն բերի, բայց որ իմանայր հետո օրինակ ես իմացել եմ առլեմ ու այտենց ես գիտեմ ինքը ինչա ոնց է։ Նա 100%-ով աշխատում է այտենց։ Սենց ասեմ մետրոյի մտնում, աչքի պոչով խանութը տեսա, թեքվեցի գնացի առանց պլանա, դաժե վերցրե հասել եմ կասա, կասեմ եմ իմացի արժեքը ինչքան է, պրոստը հանետով է դուստ եմ եկել, Ես եւ էլ այտենց է պետք է լինի։ Եվ Սիլեցների այնքի մոտ բացի նայ, երբ որ ջրհոսը, հա, մտնում է նաև սիլեցների մոտ, ստեղ կարա էներգիան, որոշ ցուլերի մոտ սենց հետաքրքիր էներգիա գա, վախեր, որ կարա ինքը փողերը կորցնի իր հավաքած անգամ։ Եթե թեկուզ միլիոններ է հավաքի, հա, հայերը տես բարեր ունեն, չէ, սևորվա համար։ Կա մի քիչ մտածի, որ կանամ առանց փողի, որովհետև ձեր համար կոմֆորտը շատ կարևոր է։ Հասկացար, իսկ Սատուրնը հենց ցուլում ինչ է ուզում, որպեսզի դու կարողանաս կազմակերպես հանգիստ ու ստաբիլ ամեն ինչ, ինչ քո շուրջն է, աշխատանքի հետ կապված, հա, ներդաշնակ լինելով մարդկանց հետ։ Բայց չգիտես խի, դուք մտածում եք, որ դա պրինցիպի հնարավոր չի։ Ոստեղից Սատուրնը հնարավոր է տարբեր ժամանակ տանի հենց դրա համար, տանի այն ինչը հենց ձեր համար կարևոր էր։ Հասկացար, այն ինչ դու աշխատել էիր, այն ինչ դու վախենում էիր կորցնել, այն ինչ որտեղ դու բանը կառուցել ես այդքան տարիների ժամանակ հավաքել ես։ Որովհետև Հասկացար։ բանը մարդիկ ընկնում են բանի հետևից, այդ շատ փողի, ես կոնսուլտացիոնից վախտել եմ նշում, էջում ես եմ նշում, ասում կարևոր չի փողի քանակը, կարևոր է, որ դու կարողանաս քեզ Այո, այդ փողով ապահովես քո հանգիստն ու կոմֆորտը ու քո անձնական աճը։ Եթե այդ փողը քեզ բավարարում է այդ երկուսի համար, բարձրի չի փողի սկրեսլոյի վրա բարգել քնել։ Կարևոր դու կարողանաս քո հանգիստ կյանքը, քո կրթությունը, քո զարգացումը ապահովես։ Եթե այո, այս պահին քո նորմալ է 22 տարեկանը չպիտի ունենա այնքան փող, ինչքան որ 40 տարեկանը պիտի օրինակ ունենա։ Ամեն կյանքի փուլ իր համապատասխան փողի մակարդակը կա։ Այսօր հետ եմ գնում 16 տարեկանում, ես 16 տարեկանից աշխատել եմ միջազգաց, էդի շատ 16 տարեկան ստացել եմ ընդամենը 120,000 դրամ փող, որից հիմա նայում մի երկու օրում կարա ծախսվի հանգիստ գնա այդ փողը, էլի ոչ մի բան է այս թվի, բայց այդ տարիքի համար ինքը այնքան մեծ էր իմ համար երևում, որ գնում նստում էի դասի, գիտեի որ կուրսեցիներս չեն աշխատում, բայց իմ ջեբը 120,000 դրամ փող կա, արդեն այդ տարիքի մակարդակի համար դա ֆուլ հերիք էր, ու դա տարի պիտի ավելանա։ Բայց հիմա մարդիկ Instagram-ով են խափնվում, տենում են այդ fake բլոգերները, որ սիրուն կյանք են ներկայացնում են անում, մտածում եմ, վայ, ես 20 տարեկան եմ, ենթադրենք, չգիտեմ, 200,000 դրամով եմ աշխատում, մեկը մի միլիոն է թել Instagram, ուրեմն ինքը լավն է, ես վատն եմ, առանց իմանալու, որ այդ մի միլիոնը fake է։ այո, շատ ճիշտ է Ինչ նկատի։ մարդիկ կոտրված, դեպրեսիայի մեջ են գած, իրանք իրանց մեղադրելով, սկի հաճույքել չեն ստա մարդուն իրանց գործից, իրանց ապրածից էլ չեն ջոգում ինչ են անում, տենց անընդհատ իրանց համեմատում են սրա հետ, նրա հետ, ու իրանց ավելի են խորացնում։ Այդ բանը չէ, դարը մոդա է դարը, սա Instagram-ով, TikTok-ով խելացի կյանքի խորհուրդներ են տալիս, սա դարել են այնտեղ քոուչեր, տրեյներներ, մեկ էզոտերիկայի մասնագետներ, ով տունը խոսքի չգիտեմ, 8-րդ դասարանը ծանոթով բամբաներկով մի կերպ ավարտել է, սա դարել են տարոլոգ, հերթով։ Ես տարոլոգ չեմ տենում, անգամ այս վերջի անգամ որ
Գլոունովա ինչա հրավիրել էր, էլ որ ասեց վեդայական աստրոլոգիա, չեմ լսել վեդայական աստրոլոգիայից մի բան ասի, բայց տարոլոգիայից ինքը հեռու մարդայից տենում եմ։ Ես էլ հոտենում եմ, այն ինչ ես եմ տենում, ինքը ընդհանրապես զրոյա դրա դեմ։ Այդ դրա համար ինձ զարմացրեց իրա գիտելիքը, ինչ գիտելիքի մասին էր խոսքը ընդե։ Նոմոն հաղորդումը միստր չնայեցի, որտեղ իրական ներվայնացա քահանայի պահվածքից, որովհետև ամեն դեպքում ինչքան էլ հակառակ կարծիքներ ունենան մարդիկ, Ագրեսիա կար նորմալ է։ իրա մեջ։ Զգացիր, Ինքը երբ որ աստրոլոգիայից, այդ հին պեղումներից էին խոսում, որ իրանք, այսինքն իրանք թաքցնում են հենց ագրեսիան դրա մեջ էր։ Չեն ուզում, որ ագրեսիվ շատ ուլեցողը մարդիկ իմանան արարչի լեզուն։ Այդ դրա համար երբեմն է։ ինձ ինչ է դուր չեկա, որ չպիտի չի կարելի էլի ուղղակի կանանց հետ տենց խոսալ անկախ Այո, ամեն ինչի։ ասում են սուրճ ենք։ Սենտես, ես նախ իմ համար բոլոր կրոնները հավասար լավն են, բոլոր Այո, գաղափարախոսությունները կյանքի տարբեր մասերն են, կապ չունի հինդուիզմը, քրիստոնեությունը, իսլամը, թե ինչա, բոլորին էլ բայց պետք է հարգել։ բոլորին էլ պետք է հարգել։ Ու առհասարակ, եթե իմ կատեգորիկ տարբեր կարծիքների մարդիկ են, ու չի գալիս զուտ կանանց այդ տիպի փակել 40 րոպեանոց հաղորդման 39 րոպեն դու ես խոսում ու չես թողում հետիդ կանայք մի բառ անգամ խոսեն։ Անկախ Ապրես։ նրանից դու իրենց հետ համապատասխանում ես թե չէ։ Ես դրա համար ես ուղղակի կեսից սկսեցի ջղայնանալ, անջատել եմ, չեմ էլ նայել, որովհետև ինքը Ագրեսիա նենց ես տեսեմ մեջը։ Անդադ բերեբիված։ պիտի ընդեղ եթե մի քիչ նուրբ աղջիկ լիներ, չէր կարենա իրա կողքը խոսալ բնականաբար։ Հա, Պետք է ընդեղ մի քիչ իրապես ագրեսիվ մարդ լիներ, որ իրան կարենա բերեբի բացանել, իսկ ընդեղ արդեն կանայք բնականաբար չեն կարա էլի եթերի ընթացքում նամանավանդ իրան ասին անթը դու սուս մնա բան, չգիտեմ, չստացված էր այդ ճիշտ չէր կազմակերպված, չի կարելի էլի կանաս այդքան չթողել, որ կինը խոսա ու դու խոսաս, չթողես ուրիշ կարծիք հրճի։ նայ, հիմա խոսենք Սատուրնը երրորդ տունը, հա, ուրեմն բլիզնիցի երկորյակներում, ինչպեսի մարդիկ են դրանք, հա, ընդհանրապես։ Իրանք իրանց ինտելեկտի հետ կապ ունի։ Թուրերը որ կա, հա, տարոյով, դա հենց ինքնա, օդի տարերքը, շատ ինտելեկտով մարդիկ են, սպլետնիչից բամբասել չեն սիրում, հա, գիտես ինձ իրանց ինչնա դուր գալիս, որ իրանք, խոսքի օրինակ, մեկը մտավ մի վատ բան գրեց, կատակով անցնում են։ Բանը Նատան Քարտեզով ես էլ մեջ շատ երկորյակի կողմեր ունեմ։ Ծիծաղալում գիտեք որն է, ես սաղ կյանք երկվորյակների հետ յոլա չեմ գնացել ու իմ շրջապատում ընկերներից մեջ շատ են հենց երկվորյակները, եմ որ հեշտ ընկերանում եմ, սիմպատիա բռնում եմ, բայց երկվորյակների խասյաթի հետ ես յոլա չեմ գնում, բայց որ Նատալ ինչ ասես ասել եմ մի խոսքով էշին երկվորյակների մասին, բայց Նատալ Քարտեզս որ չբացի տենամ իմ այդ ասիդենտների հալարկեսը երկվորյակա գրած, որ Նայ, Սատուրնը երկվորյակներում կարա խոսա այնպիսի մարդկանց մասին, ովքեր շատ մանկուց, հա, այդ տարիքներին միգուցե իրանց նեղացել են, նվաստացրել են, դրա համար, որ մի քիչ մեծ տարիք ա գալի, իրանք չեն կարողանում արտահայտեն ճիշտ իրանց մտքերը, հա, մարդկանց, սա հենց խոսում է արդեն Սատուրնը, երկվորյակ մարդկանց մասին, երկվորյակում, սենց ես դու իմանում, նաև կարան կակազեն, հա, դեֆեկտ ռեչի կա, այսինքն մարդը խոսելու հետ դեֆեկտ կա, վրազը զգում ես, ինքը այն ոնց որ ինքը ուզում է տենց արտահայտ տեղ հասցնի, տես չի կարողանում, դա հենց կան մանկուց այդ խնդրի հետ է,
Նա իսկ եթե բայց չեն կարող մտքերը ճիշտ ձևակերպեն իրենց անթեթ ձևակերպեն արտահայտել, դա ինձ դրա հետ կապ ունի, Արտուր ջան։ Իսկ շատերը, ասենք, մարդիկ կան, ասենք իրանց մոտ դա կա, հայ, Սատուրնը երկորյակում։ Իրանք չեն իմանում, որ դա դրա հետ կապ ունի։ Հասկացա՞ր։ Նա ինչն է այստեղ հետաքրքիր, որ իրանց մի վարքյան քոնը ես կարմիկ զադաչատ չասեցի, չէ՞, եթե Սատուրնը բանում է ցուլում։ Ձեր կարմիկ զադաչյան բլիզնիցիի հետ էլ կապ ունի։ Երկվորյակների ռեչի, հասկացար, քեզ պետք է որ դու կարողանաս սովորես ճիշտ արտահայտես քո մտքերը, ճիշտ խոսես, չվախենաս, որ չեն լսի քեզ, չեն հասկանա քեզ, սա կարևոր է, սա Սատուրնի կարմիկ առաջադրանքն է քեզ, նաև երկվորյակներին, հասկացար, թեկուզ գրես, դե տեսնում ես, դու չպետք է դրանից վախենաս, ստեղ դու պետք է բացես քո տաղանդը, պոտենցիալը, նավիկները, կոմունիկացիայի միջոցով, դա քո կարմիկ զադաչյան է, եթե քո նատալ քարտում բացում ենք, Սատուրնը ցուլում է, հա, ստեղ մարդու տաղանդը շատ կարևոր է իր աշխատանքի մեջ, ձեռքերի հետ կապ ունի, հասկացար, ձեռքով դու ինչ ես անում, տարոները, իմն էլ է ձեռքի հետ, կարաս նկարես, կարաս ձեռքով, Սատուրնը ուզում է, որ դու ձեռքով ինչ-որ բաներ անես, էդ ինչ ես անում, խոսքի կարաս էդ ռեյկի, որ ասում է, բլագադարյու, հասկացար, դա ակտիվացումներն է, քո գործերի մեջ, որ հետագայում լավ լինի եւ այլ, նույնը երկորյակների հետ է, ինչի հետ կապ ունի, գրելու, երկորյակները պիսմիննի ռեչ, հա, հիմա իմ երկու աշխատանքներ, դե մեկը տարույց, այս իմեջում տեսած կնեք, որ բաներ ունեմ, պոստեր ունեմ, որ գրում եմ զուտ, իմ մտքերն եմ շարադրում, համ այս էջում, համ էլ իմ մյուս աշխատանքը, որ արդեն կապված է ֆինանսական վերլուծությունների հետ, այնտեղ ես օրական մի 10 էջ մենակ գրում եմ, որտեղ մտքերի շարադրանքը, ռիսկերի անալիզը, վերլուծությունը, սա էլի գրելու հետ է կապված, էդի պրծում եմ, մի հատ է բացում էջիս համար, արդեն էզոտերիկա հետ կապված պոստեր եմ գրում։ Նորմալ է, նա իսկ եթե երկվորյակներ էլ կան, հա, խոսքին նայ, եթե Սատուրնը երկվորյակում է, նաև կարան նորմալ խոսեն, բայց իրանք չեն խոսալու հետ այդքան սեր չունեն, էդ էլ կա, Սատուրնը երկվորյակում, հասկացար, Սատուրնը խեցգետնում, եթե նայում ենք, նատալ քարտում մարդու Սատուրնը խեցգետնում է, հա, ստեղ բավականին մի քիչ դժվարության է բերում, որովհետև խեցգետինը դա մարդու էմոցիաներն է, հա, իսկ Սատուրնը ինչ է սիրում, որ ինքը կարողանա ոնց են ասում, զսպի, ապրես, ամեն ինչում։ Իսկ այսպիսի մարդիկ Սատուրնը, հա, խեցգետնում, փոքրուց արդեն կարելի է ասել, որ հնարավոր է գիտես ոնց, սիրված երեխեք են եղել, դրա հետ մեծ կապ ունի, հա, իրանք բավականին նուրբ են, զգացմունքային են, այդ մասին է խոսում, Սատուրնը նաև ստրուկտուրայի մասին է խոսում և մարդու պատասխանատվության մասին, ստեղ, կյանքի խեցգետինների համար, հա, կյանքի ուժեմ դասերից, անպայման դասերից պետք է քաղեն դասերը, էգզամենը, քննությունները, որպեսզի իրանք լինեն էմոցիոնալ, հա, կոմֆորտ, այնտեղ որտեղ իրանք իրանց կզգան, իրանց հայրենիքի հետ կապված կլինի, պարտնյորի հետ կապված կլինի եւ այլն, դա նաև պետք է իրանք հետևեն իրանց ինտուիցիային, սա շատ կարևոր է, սովորական, տիպիկ, սատուրյանական խեցգետինը ինքը կարա զգա իրոք, շատ
զգացմունքային լինի եւ զգա բավականին պատասխանատվություն, հա, կրելու մարդկանց հետ հարաբերություններում, ընտանիքում, ամուսնական, գործնական եւ այլը, իր ընտանիքի հանդեպ եւ այլը։ Բայց ընդհանրապես չեմ ուզում շատ երկար այս մասին խոսեմ, որ հասցնենք մինչև ձկները, հա։ Ընդհանրապես իրանք սիրում են ունենան իդեալ ընտանիք։ Սա էլ ասեմ, որ հա, հակառակ սեռի ներկայացուցիչի հետ։ Սատուրնը նաև խեցգետնում խոսում այն մասին, որ շատ կապեր իրար ուրեմն առաբոտկան Սատուրնը խեցգետնում Էլի կախում է կապը, եթե ինչ։ անջատենք նորից մտնենք։ Հիմա ոնց է դժվար, հա։ Հա, դժվար։ Նայ, через партнёра իրանց կարմիչսկի այդ урокները գալիս։ Բարեկամ, հա, իրանց ընտանիքի անդամների հետ կապված եւ այլն, որովհետեւ հույս ունենալ, որ ամեն ինչ գլատկի է լինելու իրանց կյանքում տենց չի։ Սատուրնը միշտ լավն է արել, լավն է տալիս քեզ, վատն է արել, դու պետք է այդ կարմիչսկի урокը անցնես։ Հա։ Կարեսը ֆորտունային է դրա համար է համապատասխանում էլի։ Որտեվ Սատուրնը խեցգետնու շատ ռեդկի է տալիս, որ մարդ լինի ուրեմ երջանիկ իր ընտանեկան կյանքում։ Սա իրանք պետք է իմանան։ Միգուցե չգիտեն, ես չգիտեմ։ Իրանք կարմիկ զադաչյան այնա, որ իրանք պետք է պրետենզիաներն իրան, կապ չունի նախկին պարտնյոր ա եղել, ով ա եղել, եթե նեղացրել են թեկուզին, ինչ կապված է, որ անցյալի թողել են, հա, թեկուզ կապ չունեն, իրանք պետք է առաջադրանքներն ա, որ դա մոռանան, կարողանան ներել։ Դա կարող է կապ ունենա իր բարեկամների հետ, իր հարազատների, ծնողի, հա, եւ այլն։ Ոչ թե փակվի պանցիրի մեջ, հա, իրա, ասի վայ, սաղ մեղավոր եք, ես չեմ կարողանում ձեզ ներեմ, ավելի վատ ինքը իր համար է անում։ Ինքը պետք է կարողանա իրան բացի, ինքը պետք է այդ ամեն ինչը վիրավորանքներ դա թողի անցյալում բոլորին ներելով եւ նոր սկիզբ դնի սկսի առաջ գնալ։ Իսկ ինքը լսվում է, կարմայա տենց աշխատում, հետո ինքը բողոքում է, ասում է իմ մոտ սենց է, իմ մոտ անենց է, որովհետև աբիդան է ներսի խոսում, նստած, հասկացար։ Ինչն է հետաքրքիր իրանց ամենակարևոր գլխավոր շրջանը, սֆերան, հա, որ պետք է ինքը ատրաբոտ կանի իր կարման, ինքը պետք է օֆիցիալ կարողանա, ոնց ասեմ, քեզ որ ճիշտ հասկանաս, Zaključit brak ոնց են ասում։ Ամուսնություն կնքել։ Ամուսնությունը կնքի 30-ից անց հետո, մինչև 40, այդ ժամանակ պետք է անի, որպեսզի այն ինչ կարմա իրանք աշխատել են, ուդարները ճակատագրի շատ քիչ լինի իր կյանքի բոլոր սֆերաներում։ Հասկացար, նայած ինքը ում ինչ արել, ներելա, չի ներե եւ այլը։ Սա իր կարմիկ առաջադրանքն է, որ ինքը պետք է հասկանա։ Հարց ունես այս հարցերի շուրջ։ Հա, դեռ հասկանում եմ այս բաների հետ կապված։ Հիմա Շարունակենք։ բանի
բան փոխենք, մի քիչ նոր շարունակենք։ Այս շրջանում շատ է կեղծ ինֆորմացիան տարածված, fake ինֆորմացիան, թե լուրերի մեջ, թե էզոտերիկայի մեջ, որ տպավորիչն ասում մարդկանց հատուկ ինչ որ սխալ բաների վրա գցեն։ Իմ հետ տենց դեպք եղավ, բանի արել, գիրքի արել, ռունաները ուսումնասիրելու ժամանակ, բացեցին ու ինքը հետաքրքիր ինֆո կար այդ գրքի մեջ, էլ չի, բայց ամենաառաջին էջերում նենց բան էր գրած, որ եթե մարդը մի քիչ անխելք լիներ այդ ամենը աներ, կցնդվեր զուտ։ Ու այդ էր հետաքրքիր, որ նենց սխալ ռիտուալներ, մարդկանց օրեսյան տանող բաներ էր։ Այսինքն սենց ասեմ, որ Նատեք, իմ ընկերներից մեկը ինձ չեմ ասում ով է, աղջիկ ա եղել բլոգեր, այդ սուտ էզոտերիկներից YouTube-ով ինչ որ բան հայել այն վերցրել, ներսից մեկը խփել է դեմքին, դեֆորմացվել է դեմքը։ հա, հիշում եմ, որ պատմից ու հայելին էր, որ գաբել հայելին։ Դրա համար պետք է ճիշտ մասնագետներին դիմեն, մեռանք ասելու։ Ասում եմ, գիրքը ինքը դասագիրքը նորմալ վաճառքի դրած, որ ամեն մեկը կարա առնի հետաքրքրվող, առաջին էջերում արունով ռիտուալ է, դե պատկերացրեք ինչ է։ Այ մարդ փորձ չունեցող մարդը արունով Ուրա ինչ Էդեն բան կլինի է։ բաննա ինչ ստեղ ինձ գրել էին հենց Ինստագրամում, ձայնային հաղորդագրություն էին թողել, ես բացահայտ դրեցի, հետևողներս լսեցին, որ դիմելա TikTok-ի մարդկանց, խաբեբաներին, որոնք որ բան են արել իրան, ամուսնու հետ էր կապված, երևի լսել ես արդեն գիտես, ու պատկերացրա, որ իրանք վախեցել են մտնեն այդ նեկրոյի էս անեն են անեն, իրան են տվել ամուսնու ուրեմ ինչ ինֆորմացիա հա պարունակում երեխունը պատկերացրա երեխայի ինչ ինֆորմացիա պարունակում է իրանք իրանց վրից գցել էին, որովհետև իրանք գիտեին, որ իրանց կարա բան լինի, որովհետև իրանք չէին հասկանում նեկրոէներգիայից, вообще այդ մագիան ինչ է, տուպոյ։ Ասել են կտանես մեկը կդնես պապուտ գերեզմանի տակ, մեկն էլ մորդ։ Դե դու պատկերացրա, ուր ենք հասել։ Ու հիմա շատ վատ է իրավիճակը, ես արդեն ասել եմ ինչ պետք է անել։ Այ Սատուրնը առյուծում անցնենք, եթե մարդու մոտ Սատուրնը առյուծում է, ստեղ դա կարա ինչ տա, երիտասարդ ժամանակ հնարավոր է վաղ որ ուշադրություն գրավի իր մոտ, հա, երիտասարդ տարիքում, խոսքի 15, 16, 17 այդ տարիքներին, հնարավոր է, որ մարդ նաև կարա մտածի, որ կարող է իրանք չնկատեն, վախեր լինի մոտը, հա, բայց ամենայն դեպս ինքը բեզապասնի է, ուզում լինի իր համար ամեն ինչ։ Նաև հնարավոր է փոքր ժամանակ եղել է բավականին քչախոս, անձը, հա, խաղացել է ոչ շատ մարդկանց հետ, ոչ մեկ չի խանգարել, սենց ուգլի վրա կարող ենք իր համար խաղացել, բայց շատ չի սիրե, հա, շատ մարդկանց հետ ասկին կնեստև, միգուցե վախ է եղել, հենց մանկուց իրա մեջ։ Ընդհանրապես, երբ որ մեծանում է, սենց անձը, Սատուրնը ուր է առյուծում, հնարավոր է տա մարդուն շատ բավական սենց կողքովդ որ անցնի, կեզ տվա ինքը սենց լուրջ մարդ է, լուրջ մարդը տպավորություն կարա թողնի, նաև բավականին պատասխանատու։ Հասկացար, սենց մի քիչ կարճ եմ խոսում, որ մեր հետևորդները հասկանան, էլի, թե չէ շատ երկար 5 ժամկետ հա, ովթում։ Լեկցիայի կմնացվի արդեն կոնկրետ։ Կարմիչսկի զադաչան որն է, եթե մարդու Սատուրնը, հա, առյուծում է, ինքը պետք է կարողանա կուլտիվировать անի, որ ինքը վստահ լինի իրա վրա, ինքնավստահ։ Իրա մեջ բացի հոգևոր արժեքները լինի անկախ։ Ուշադրություն չդա
դարձնի ուրիշի քրիտիկաներին։ Ինքը իր առաջ գնալով զբաղվի, որպեսի բացվի իր պոտենցիալը բացի, հա, որ սֆերայում, որ ինքը ցանկանում է, որտեղ կուզի։ Ինքնահետաքրքիր ինքը պետքա կարողանա ազատվի այն իրավիճակներից, որը իրան միգուցե կյանքի դաս պետքա լիներ, հələ չի մոռանում ինքը, հա, այդ վատ բաները ինքը պետքա կանեն համակոր, հա, խոսքի տեր, իրանք սիրում են, որ ուշադրություն գրավեն, միշտ ուշադրության կենտրոնում լինեն, եւ այլ, եւ այլ, եւ այլ, բայց բաներ կա, որ իրանք ցավոտ են տանում, հասկանում ես, էդի դու կարաս չտենաս, բայց իրանք գիտեն, իրանք ընտանիքի անդամները գիտեն, իրանք պետք է կարողանան ճիշտ բացեն իրանք պոտենցիալը, որը գալիս է հարց իրանց, հա, ով եմ ես, ինչի համար եմ եկել այս աշխարհ։ Իրանք այդ հարցի պատասխանները նշաններով կարող են ստանալ։ Առուծներից լինում են շատ լավ, իրանք ունեն լավ պոտենցիալ ճանաչվելու, հա, ինչքան մարդիկ կան, առյուծ, տեսել ենք ճանաչված բավականին։ Եթե իրանք զադաչանը, որ չամանչեն, կոմպլեքսներ չլինի, աղջկա այդ մտերմություն եմ անում, զուտ ընկերական, հա, որ հենց սիմպաթիա եմ բռնում, այն օրը ես WhatsApp-ով եմ որ խոսում էինք, ասեցի, որ պարզվում է վերջում առյուծը։ Միանգամից առյուծներից սիմպաթիա է լինում, նամանավան կանոց, դեպքի դեպքաներ, չէ։ այո, Դա իմ փորձն է ցույց տալու, որ այն շատ են լինում, որ պրոստը так մարդու հետ մոտիկանում եմ, ընկերություն եմ անում, տես մի քանի ամիս հետո իմանալու որ ինքը առյուծ է։ դե տեսնում ես, իրանք լավն են, ես առյուծներին հավանում եմ, բայց ես շատ քիչ եմ տեսել, որ առյուծ լինի ու նախանց չար լինի, սրանից գողանա, նրանից գողանա, ինձ հանդիպել է։ Ես անգամ իրան դատի եմ տվել, իրա վրա օրենքը աշխատեց, հիմի հեռու է խաղում, այսինքն հիմա ինքը եթե տեսներ ես հայելիով նկարվում եմ, ինքը նույն բանը գնում անում էր, ինքը եթե տեսներ ես գնում է ինչ որտեղ նույն տեղը գնում, դաժե նույն բալկոնը, նույն ծառը պետք է երևար, ես այդ սաղ ֆայլերը տվել էի ոստիկանություն, ու ես դեմ նառա, հասկացար իբր առյուծ։ Հիվանդություն ալին, էդի նախոնց չի, Դե որն այն գիտեր ես ջուր ու կրակ եմ, ինքը կանքն է ասել էր ես ջուր ու կրակ եմ, կանխատեսում էր գողան։ Ամենայն դեպս ինչև է, ես տենց լուրջ չեմ ընդունում էլ տենց մարդկանց, որովհետև ընդ չկա մասնագետ։ Արի ճիշտը խոսենք էլի։ Սատուրնը կույսում, ինչի մասին է խոսում, բավական հետաքրքիր է։ Սատուրնը կույսում, նայ, Սատուրնը դուր է գալիս լինի հենց այս նշանում, կույսի։ Ինչի համար, որովհետև կույսի նշանը հողի տարերքը։ Հասկացա՞ր։ Դա ինչա նշանակում, որ մարդ կարա լինի դրուժինիկ, տրուդագոլիկ, հա, պերֆեկցիոնիստ, եւ իրան ինքը կարա ներկայացնի բավականին մեծ զապրոս, սենց ասեմ, որ ճիշտ հասկանաս, բայց սենց մարկանցից լինում են բավականին լավ բանկիրներ, իշխանությունում աշխատողներ, ֆինանսային նշանը մեծ կապ ունի ստեղ, հասկացար, դրա համար ինքը ստեղ շատ լավ ազգում իրան, տեսնում ես այնքան էլ վատ չի Սատուրնը, ես չեմ սիրում, որ մարդիկ լավ ու վատի են բաժանում, պրոստը, չի կարա էլի, մի մոլորակ վատը լինի, մի մոլորակ լավը լինի, ամեն մեջը լիրա այո, նայ, Սատուրյանյան ձևան կույսը, ինչա անում, ինքը ժամանակ չի ունենում իր անձնական կյանքով զբաղվի, ինքը ավելի շատ գործով է զբաղվում, հասկացար, կարմիկ առաջադրանքը իրանց որն է, որպեսզի իրանք կարողանան հետևեն իրանց առողջությանը, որովհետև բավականին
տանջվելով աշխատում են, տրուդագոլիկ են, նաև ժամանակ պետք է վերցնեն, որ կարողանան իրանց առողջությանը հետևեն։ Դա իրանց կարմիկ առաջադրանքն է, միշտ հիշի։ Սա շատ կարևոր է կույսերի համար, հա։ Ռեգուլյար մեդիտացիաներն է իրանց համար շատ կարևոր, պրակտիկաները, որը կարա տա նագրուսկա, հա, որպեսի սնի ուղեղը։ Հասկացար։ Ամենակարևորը, որ իրանք կարողանան հասկանան, որ իրանք ռոբոտ չեն։ Նաև պետք է մի փոքր հանգստանան, հետևեն իրանց առողջությանը։ Բան ունես այս թեմայով ասելու, թե շարունակեմ։ Շատ բարձր է այս մասերը։ Հաջորդը Սատուրնը Վեներայում։ Սատուրնը Վեներայում ամենաուժեղ, հա, Պալաժինյան որն էր հայերեն, որ խնդրեմ կասես ինձ, հա? Դիրքում, ապրես, դիրքում ալինում, հորոսկոպի մեջ մարդու։ Ստեղ կարելի ասել, որ մարդը կարմայի հետ է կապված, ստե ամեն ինչ, որովհետև կապ ունի անցյալ կյանքի հետ, լսվում ա, որովհետև կապ ունի անցյալ կյանքի հետ, և այդ ամեն ինչը, այն ինչ կատարվում է իր կյանքում, իրան պետք է դաս լինի, որ ինքը հաջորդ մարդկանց հետ հարաբերություններում, տարբեր սպերաների հետ նույն սխալը մարդը չկրկնի, հա։ Կարող է մարդը, գիտես ոնց, ինքը պետք է կարողանա ինքը իր հանդեպ խիստ լինի, հասկացար, նաև դիմացի մարդկանց հանդեպ խիստ լինի։ Կարմիկ Զադաչյան իրա, որն է, սենց մի քիչ զգացիր, հա, որ շատ երկար չտևի, ես մի քիչ արագացնում եմ, եթե մարդու Սատուրնը կշերքում է, ստեղ իր առաջադրանքը այնա, որ ինքը չվախենա վերցնի իր վրա պատասխանատվություն, ինչպես աշխատանքում, հա, նաև հարաբերություններում մարդկանց հետ, չզբաղվի կուլիսային խաղերով, բամբասանքներով, որովհետև մարդը ինչ ցանեց, այն էլ հնձում է, չմոռանան կարմիչսկի է գալիս։ Չօգտագործի, հա, իր շահը ոչ ի օգուտ մարդկանց, վնասելով մարդկանց։ Իր շնորհքը, որ իրան տրված է, ստեղծելով վստահություն, ոչ, attention, պետք է ամեն ինչ մաքուր անի։ Հասկացար։ Հաջորդը Սատուրնը կարիճներում։ Ինչի մասին, սա ոչ սովորական դիրք է, Սատուրնը, հա, ինչի, որովհետև Սկորպիոնը, այսինքն կարիճը, ստեղ Սատուրնը իրար հետ մեծ կապ ունեն կարմայի հետ, հասկացար, այսինքն կարման ստեղ միշտ մարդու հետ է, մարդը ինչ արեց, հետո թող չբողոքի, այն ինչ ինքը ստանում է, ինչ ցանում եմ, այն էլ հնձում է մարդը, սրանք կարևոր են, դրա համար բավականին դժվար է սենց մարդկանց համար կյանքը, կարա լինի բավականին կրիզիսներ առաջացնի Սատուրնը, այնքան դժվար է, ես Սկորպիոններին մի քիչ դժվարանում եմ ասեմ, կարիճների։ Շատ Դաշնը բան կա, չէ՞, Տարբեր, դրա համար մարդու կյանքում կարա տարբեր փոփոխություններ լինի, տարբեր տրանսֆորմացիաները շատ է լինում, հա, այս մարդկանց կյանքում։ Դրա համար այդ մարդիկ պետք է Սատուրնը նրա համար է, որ այդ մարդիկ հասկացնում է, դու պետք է այս խնդիրները լուծես, դու չպետք է կանգ առնես, կամ քեզ ես փոխում, հա, լինում ես պատասխանատու եւ այլ եւ այլ եւ այլ։ Որովհետև Սատուրնը ինքը մարդու մոտ կարա բերի տրանսֆորմացիա, մեծ կապ ունի եւ այնպիսի մի իրավիճակներ, որ այդ մարդու համար շատ դժվար կլինի ինքը կարողանա իր հարցերը լուծի, հա, բայց ինքը նաև իր համար կարող է շատ դժվար լինի ապրել։ Քիչ չի որ լսել եմ ես կարիճներին, որ խիա կարիճների մոտ ամեն ինչ այդքան դժվար։ Սատուրնը կարիճում։ Կարմիկ Զադաչյան, որն է իր առաջադրանքը կարիճների, հա։ Ուրեմն, որպեսզի իրանք կարողանան սովորել
կոնտրոլ չանելու մարդկանց պետք է բաց թողնեն, հասկացար, եւ իրաց վախերը պետք է իրանք բաց թողնեն, սովորելով էզոթերիկան, աստրոլոգիան, մեդիտացիաների միջոցով կարող են շատ բաների հասնել իրանք, ոչ մի բանից չպետք է վախենան, որովհետեւ դիվական նշան է, ինքը հենց կարիճը Սատուրնը նաև կարիճում կարմիչսկի առաջադրանքներից մեկը նա է, որ այդ գայթակղություններին ինքը չպետք է տրվի իր կյանքում, ինքը չպետք է ոչ մեկից փորձի, եթե մեղավոր է եղել վրեժ լուծի, ստեղ դրա համար տրանսֆորմացիան խնդիր փակում է իրան, արգելափակում է գործերը, հասկացա՞, դրա համար ավելի լավ կլինի ինքը այդ գործերից իր կեղտոտ հրաժարվի, եթե իհարկե նեգատիվ է ինքը տենց օգտագործում ու փակում է իրան Սատուրնը, հասկացնելով դու քեզ պետքա փոխես, տալիս է խնդիրներ, հասկացար, ինքը պետքա իրան փոխի, իր վրա աշխատի, լավն արե, վարձատրում է, անգամ կարա կարիճը 8-րդ տունը դա նաև գույք կարա ինքը նվեր ստանա, հա, եթե ինքը լավ բան է արել, Սատուրնը վարձատրում է իրան, հաջորդը դա ուր է բանն է, Սատուրնը աղեղնավորում, եթե մարդու մոտ Սատուրնը աղեղնավորում, հա, աղեղնավորի հետ է, ստեղ մարդը ինչ որ ասում է դու պետք է լինես բարի, չպետք է լինես դաժան, հա, այս մասին է զգուշացնում, եւ պետքա դու ծառայես մարդկանց, այլ ոչ թե չարաշահես մարդկանց վստահությունը, հա, դա մոտավորապես կարա լինի հենց առաջի տարիքային փուլում, մինչև 20-25, հա, այդ տարիքային փուլում, բայց հնարավոր է իր այդ կյանքի ընթացքում իր աշխարհայացքների հետ կապված, իր այդ իդեաների հետ կապված, հա, ժոստկի կրիտիկայի հանդիպի ինքը, հասկացար, հենց էշի, Սատուրնա, հա, բերում, եւ այստեղ չպետք է լինի ավանտյուրիզմ, հենց այդ ժամանակ կարող է պատժվի, կարմիչսկի задачան, որն է, Սատուրնը աղեղնավորի հետ, որպեսզի ինքը հեռու մնա մարդկանց կիսելուց լավ եւ վատ, սև, սպիտակ, հասկացար, Էսանք ճիշտ են, սրանք սխալ են, որովհետև դա իրանց մոտ իրոք շատ է, եղել է, եւ ինչն է հետաքրքիր, իրանց մոտ բավականին մեծ կապ պետք է ունենա, նայ հոգևոր արժեքները, իրանք պետք է պարտադիր զարգացնեն, աղեղնավորը դա նաև կապ ունի, հա, հոգևոր դաշտի հետ, հասկացար, Մարդ պետք է իր վիբրացիաները, հոգևոր դաշտը, չպետք է շատ նյութականից կախվի, եթե խոսքի օրինակ ավանտյուրա է անում եւ այլ, այստեղ Սատուրնը, որ մտա վերջ, ինքը ասում է կարգու կանոն պետք է հաստատես, չպետք է լինի ավանտյուրա, չպետք է լինի սա, չպետք է լինի նա, հասկացար, կարմիչսկի задачան հենց դրանցից մեկն է, ռելիգիայի հետ, կրոնի հետ կապ ունի, մեծ կապ ունի, չպետք է ինքը մարդկանց իբր թե դաս եմ տալիս եւ այլ, հա, վատ իմաստով։ Այլ պետք է ինքը մարդկանց հասկանա եւ մարդկանց ընդունի այնպիսին, ինչպիսին մարդիկ կան։ Ինքը պետք է ունենա իր կարծիքը, որտեղ իր կարծիքը փաթաթի մարդկանց վրա։ Հասկացար։ Սատուրնը այծեղջուրում։ Երբ որ հենց Սատուրնը հայտնվում է այծեղջուրի տանը, այստեղ կարա, գիտես ինչ լինի, բավականին ուժեղ է Սատուրնը այս տանը, այծեղջուրի, որովհետև այստեղ հնարավոր է այդ մարդը շատ վաղ հասակից շատ լավ որակներ է ունեցել, բնավորության գծեր, հա, պատասխանատու է եղել սա, նա լավ կողմերն եմ ասում,
Այսպես մարդիկ նադյոժնի, լավ ընկերներ են լինում իրանց շրջապատի համար, հա, լավ կարաս վստահես, բայց ինչն է հետաքրքիր, իրանք պետքա աշխատանքի մեջ պատխոտ ունենան, պատասխանատու լինեն եւ այստեղ պետքա դիսցիպլինան պարտադիր լինի։ Շատ ժամանակ, նայ, եթե մարդը, հա, Սատուրնը այդ եղջյուրումը հնարավոր է սիրում է փողերը քամուն տա։ Սատուրնը ստեղ ասում է մի քիչ գումար հավաքի։ Հերիքա քամուն տաս կարմիչսկի զադաչաներից կստացի մեկն է։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ինքը կարա լինի լավ ավտորիտետ, լավ ղեկավար, հա, ինքն էլ է հողի տարերք։ Կարմիչսկի առաջադրանքը այդ եղջյուրների դա իրա կարիերայի հետ պետքա համատեղի հոգևորը։ Հասկացար, նաև այն ինչ ինքը անում է, ինքը պետքա պատասխանատվություն կրի, հա, դրա համար պետքա անպայման պատասխանատու լինի իր գործողությունների համար, մարդկանց հետ հարաբերությունների համար եւ այլն։ Իրանց, որովհետև նայ, ընտանիք պետք չի, հա, մենակ նրա համար, որ ինքը լինի խոսքի օրինակ կամ առաջինը կամ վերջինը, որովհետև նաև իր համար ստեղ կարևորա ոչ միայն ընտանիքի հիմքը այդ եղջյուրների համար, նաև իր կարիերան։ Ես քեզ կասեի էլի 8-ի տարերքին ուժեղ կարիերիստներ են, նաև կարելի է դրա վրա հենվել, հա։ Շատ քիչ է լինում, որ ապրես սրա նրա հաշվին, բայց եթե ապրում ես սրա նրա հաշվին, արդեն գալիս է ժամանակը, որ Սատուրն ասում, արդեն ժամանակն է, որ խելքդ հավաքես գլուխդ, հա, որպեսզի դու հասցրել ես արդեն մարդկանց տեղին, փոխվես, դու քո հույսը դնես քո վրա, քո համար աշխատես, իսկ ցանել ես այսօր դա ես հնձում, հասկացա՞ր։ Անցնենք հաջորդել, բան չմնաց, երկու նշան մնաց։ Սատուրնը ջրհոսում, այս նշանը ստեղ մեծ կապ ունի նաև ուրեմ այդ եղջյուրը, այսինքն այդ եղջյուր, ջրհոս, հա, Սատուրնի հետ մեծ կապ ունեն ստեղ, այս իրավիճակը, համադրումը, բավականին շատ լավ է, благополучный է, հասկացար, ում մոտ սա կա, որովհետև ստեղ նայ ջրհոսի մոտ գիտակցականը շատ լավ աշխատում է ստեղ, հա, չմոռանանք, որը շատ հեշտ կարա ստանա ինֆորմացիաներ ինչ որ տեղերից, հա, մենթալ պլանից եւ այլ։ Եվ ինչն է ստայից հետաքրքիր, որ բավական գինեալ, պրակտիչնի, արդյունք իրանք կարող ունենան իրանց գործերում կապված ֆինանսների հետ, որովհետև իրանք հեղափոխական են, ռեֆորմատոր են, հա, ազատ, անկախ, անկանխատեսելի, կստացի, իրանց կարմիչսկի զադաչյաներից մեկը նա է, որ իրանք պետքա եթե ինչ-որ հարցերի հետ, ծնողների հետ համաձայն չեն անընդհատ վեճեր, իրանք պետք է կարգավորեն իրենց մայրիկի հետ հարաբերությունները, քուրիկների հետ հարաբերությունները եւ այլն, սա շատ կարեւոր է, որովհետեւ ես ունեմ մենակ իմ կարծիքը, ինձ ձեր կարծիքը չի հետաքրում, ստես կոնֆլիկտը սկսում է, հա, իրանց մոտ, սենց ասեմ, իսկ իրանց կարմիկ ուր է առաջադրանքը հենց Սատուրնը ջրհոսում նրա մասին է խոսում, որ այստեղ իր ավտորիտետը, հարգանքը, հա, իր անձի հանդեպ, ինքը պետք է կարողանա դա աշխատի, այլ ոչ թե ուրիշից պահանջի, որ դա ինքը ստանա, հասկացար, իր համար մեծ կապ պետք է ունենա հոգևոր արժեքները, որ ինքը դրա մեջ բացվի, սովորի, սովորեցնի, հա, պետք է ինքը ցիվիլիզացիա ծառայի, օգնի
մարդկանց հասնելու իրենց նպատակներին եւ այլը, որպեսզի Իրանից հետո, իր մահից հետո ինքը հետք թողի այս երկրի վրա։ Հասկացար։ Հաջորդը դա, իսկ եթե սխալ է աշխատում, ինքը կարմա է աշխատում, դե պատկերացրա։ Բերե ատկոս է գնում, լրիվ ատկոս։ Սատուրնը ձկներում, ինչի մասին է խոսում։ Երբ որ Սատուրնը հայտնվում է ձկների ուրեմ, հա, տանը, այս պալաժենյան կարմայի մասին է խոսում։ Նայած մարդը ինչ արե։ Մարդ կարա հայտնվի խոսքի, ինչ գաղտնիք է, հա, դուք չեք տեսնում, խոսքի բան տուն, փակ տեղա, իզոլացվի, հա։ Իր կյանքում շատ ալինում կարմիչսկի հարաբերություններ, ինչը կապված է իր անցյալի հետ, ինքը պետքա չդառնա ուրիշի զոհը, հա, ոչ էլ ինքը մարդկանց սարքի իր զոհը, հասկացար, որովհետև ձկների սերը մարդիկ հասկանում են, օգնություն է, հա, բայց մարդիկ չարաշահում են դա, եւ ինքը դառնում է իրան զոհը, որովհետև սխալ են հասկանում։ Դա ինչն է այստեղ հետաքրքիր, որ ձկների հետ հեշտ չի նախ ձուկ լինել, երկրորդը ձկների հետ հեշտ չի լեզու գտնել։ Մի ձուկը սենց է գնում, մի ձուկը նենց, հա։ Ձկներից շատերը, ես հիշում եմ, որ սովորում էի Նինա Բորիսենկոյի մոտ, մի հետաքրքիր բան ասեց, այդ իրանց կատեգորիայի հետ կապված երկու, որ մեկը սենց ոսանքին հակառակ է գնում, մյուսը այսպես, հա։ Ելենա Բորիսենկոյի մոտ, հա, ասացիք, դերասանը, որ աստղաբանությամբ է զբաղվում, հա, Ինչն էր հետաքրքիր ասեց կա մի կատեգորիա, որ իր բարոյությունից հետագայում տուժվում է, հա, էլի կարմիչսկի է խնդիրները, բայց մյուս կատեգորիաներ կարա ինչ որ խնդիրներ լինի հետագայում անհետ կորածների հետ դա կարա կապված լինի, հա, եւ այլ, եւ այլ, եւ այլ, նայած դու ինչ ես անում, հեշտ չի ձուկ լինելը, որովհետև նայ օրինակ իմը, ես ձուկ եմ, հա, բայց իմ ասիցենտը խոյ է, ես եկել եմ, որ ես օգնեմ մերոնց, հանեմ ինչ-որ պրոբլեմներից եւ այլ, եւ ինձ տրված է դա ռադավոյ, հասկացար? Իշն աստեղ հետաքրքիր, որ սատուրյանական ուրեմ ձկները բավական ծիխի են, սուսիկ, կա շատախոս տեսակ, մի կատեգորիա, կա նաև բավականին sense լավ հումորով, հա, առաջի կատեգորիան, այդ փետրվարի քանիսից կեսից սկսած։ Եվ կա բավականին քչախոս, տիխիը։ Տիխը օմուտի չորտի ոդյացա, լսել ես։ Այ իրանք են։ Բայց դրուժիննիկներ են, մելանխոլիկ են բավականին, ապաթիա, դիպրեսիվնի, կարելի է այս տեսակին ասել էներգետիկ վամպիրներ։ Նա 100% ժերտվա կարա խաղան եւ իրանց ինչ պետք է ստանան, դից ուժեղանալով, հա։ Բայց ինչն է հետաքրքիր, որ իրանք նաեւ կարողանում են երազել, այնպիսի մի տեղ ունենան, որտեղ որ իրանք, հա, կարան իրանց փրկեն, իրանց լավ զգան, իրանք նաև կարողանում են ընկնել շատ շուտ ազդեցությունների տակ, հա, մեկը իգրաման կարա դառնա, իրանց միամտության պատճառով, մեկը նարկոտիկի վրա կարան տանեն նստացնեն, մեկը կարա մարմնավաճառ, մեկի գլխին կարան սարքեն, եւ այլ, եւ այլ, եւ այլ, այսինքն, չեն սումբուռա գլուխը չի հասկանում ինչա կատարվում, բայց բավականին բարի են իրանք, հոգատար բնավորության, խելացի են, կստացի, էրուդիրованные են, մարդկանց հանդեպ հարաբերություններում, чувствительный, էմոցիոնալ, հա, բայց որն է Սատուրնը ձկներումի կարմիկ, հա, առաջադրանքը, սա վերջին նշանն էր, որ իրենք պետք է հետևեն բալանսին, իրանց էմոցիաներին, մարդկանց հետ հարաբերություններում լինեն ներդաշնակ, ֆինանսների հետ կապված, շատ կարևոր պետք է լինի ֆինանսի, պրակտիկի հարցերում, հա, պրակտիկ լինեն, մեդիտացիաները իրանց ինտուիցիան զարգացնեն,
Հոգևորը չմոռանանք ձուկը դա նաև հոգևորի մասին է խոսում։ Եթե մարդը նյութականից է կախված, ես вообще խորհուրդ կտամ հոգեբանություն ուսումնասիրեն խորը, որը կօգնի իրան հետագայում։ Ձկներից լավ նումերոլոգներ, տարոլոգներ։ Եթե ինքը իր ճանապարհով չի գնում, առաքելությունը չի անում, չկապնվեն ամուսնացած տղամարդի հետ։ Սատուրնը երբ ձկներում է, ինքը կարա պատժի։ Ուրիշ տունը չի կարելի քանդել, չի կարելի կապվել ամուսնացած տղամարդկանց հետ, թուղթ ու գրեր անել եւ այլ եւ այլ եւ այլ։ Դուք պետք է զարգացնեք ձեր հոգեվոր արժեքները։ Հասկացա՞ր։ Սա արդեն գրքից չեմ ասում, ես բավականին հենց ունեմ էլի իմ մեջ զադաչան ձեր առաջադրանքը որն է, սիրելի ձկներ, բացեք ձեր պոտենցիալը, ամուսնացած տղամարդկանց հետ մի կապնվեք, եթե դուք ստեղծում եք ձեր համար մի իլյուզիա, դա տարոյի հետ կապ կունենա, այն մեկի, այն մյուսի, մի ներքաշեք այդ ձեր վտանգավոր, այն ինչ իրականությանը, ինքնախապեյությամբ մի զբաղվեք, մի ներքաշեք այդ գործերի մեջ մարդկանց, խապեք, ինչը իլյուզիա է ձեզ տրված չի։ Որովհետև դուք պետքա ոչ թե կախվեք նյութականից, ձեր առաջադրանքը Սատուրնը տալիս է, հա, որպեսզի դուք լինեք մարդկանց հանդեպ հոգատար, բացեք ձեր ինտուիցիան, հա, հոգևոր արժեքները, շատ գիտելիքներ ձեռք բերեք, յոգայով զբաղվեք, մարդկանց օգնեք, բայց զոհ չգնաք, խղճալ չի կարելի, հա, չպետք է խղճակ, սիրով ընդամենը օգնեք, ոչ թե դուք դառնաք զոհ, կամ բարև Էլինա ջան, մեր Արմանի հետևորդն է եղել, Համիրա համիմ հետևորդն է։ Հասկացաք, սիրելի հետևորդներ, եւ երբեք իմ խորհուրդը, հա, որքանի որ ես ձուկ եմ, ճիշտն ասած, բայց ծնվել, բայց իմ ասիդենտը խոյա, իմպուլսը իմ մեջ շատ է, քանի որ ես կարողանում եմ կոնկրետ, ռեալ պահի տակ մտածել եւ գիտեմ թե ինչպես գործեմ, ես էներգիաների հետ աշխատեմ, ովքեր որ որովհետև ձկների մեջ կա մեծ տաղանդ, դուք կարող եք նայել ձեր առաջադրանքներից մեկը նա կլինի, եթե դուք լինեք նաև պատասխանատու, այլ ոչ թե մի բան ասեցիր, հիմա հաջորդ անգամ չեն հասկանում ձկներին, հա, մատիլոկ են։ Մեկ ուրիշ բան ես անում, դուք պետք է կարողանաք ճիշտ հաստատվել մի տեղում եւ ճիշտ աշխատել մարդկանց հետ։ Ձկներից լինում են լավ հոգեբաններ, կարող եք ընտանիքում լինել ներդաշնակ ձեր սիրելիի հետ, լինեք հոգատար, բայց միշտ անկախությունը ձեր պետքա ակցենտն անեք, սիրեք կենթանիներին, սրտով օգնեք մարդկանց։ Իսկ եթե դուք թուղթուգիր եք անում, մարդկանց խաբում եք, բացում եք մի դուռ, որը որ ձեզ տրված չի, ստեղծելով իլյուզիա ձեր թակարդը գցելով, կամ ամուսնացած տղամարդկանց կյանքը դարձնելով ուրիշի դժբախտության վրա, ինչը ցավոք սրտի շատ է։ Շատ սիրուհի ձկներ կան ամուսնացած տղամարդկանց։ Դուք կարմա եք աշխատում, որը դուք պետք է ատրաբոտկա անեք, ձեր սխալը ձեր մեջ ընդունելով, փորձելով դուք ձերը ստեղծեք եւ ձեր կարման դաստոյնի, այն ինչ բերում է ձեր կյանքում Սատուրնը անցնելով, սխալները ձեր մեջ ընտրելով եւ ճիշտ աշխատելով, որովհետեւ դուք ունեք լավ պոտենցիալ բացվելու, լավ կարիերա անելու, ձեզանից լավ երգիչներ, լավ ստեղծագործողներ, լավ վանականներ կարող են լինել, լավ թվագետներ, լավ տարոլոգներ, լավ միստիկներ, էզոթերիկներ, չեմ ասում էլ դերասանականը։ Դրա համար մտածեք, սիրելի ձկներ, այս մասին։ Հարցեր ունեք։ Արտուր ջան, եթե ունես դուր ավարտենք։ Շատ ամեն պարզ եք ներկայացնում, հասկանալի եք ներկայացնում, այս բանի հետ կապված, զուտ մարդիկ պետք է հասկանան իրենք ինչ ժողով են գամ, հիմա ահա որ մոդա է դարեն ամանավանդ այս ձկների հետ կապված մնացիկ այդ էզոտերիկան, տարո քարտերը բան, մարդիկ վերցում են իրենք չգիտեն, կարելի է չի կարելի ինչի մեջ են մտնում, նայում եմ մենորը դպրոցական երեխեք են կոնկրետ եւ եթե 7-րդ դասան երեխեք լինի, արդեն բանը TikTok-ով տարոյի մեջ են, այսինքն ու ավելի պատին է, որ այն կողմից ինչ որ մեկը պատասխանում է իրենց Դա հարցին։ Ինձ էլ իրան այո, ծաղ է տաբերելու, 100% աղ է
իրանք չեն հասկանում ինչի մեջ են մտել։ Ինձ Ասում եղել են ես որպես տարվա մասնագետ։ Ինձ էլ են գերե փոքր երեխեք, բան է որ մաքսիմում հանգիստ այդ երեխեքին հաջողություն եմ ասի։ 9-րդ դասան երեխա էր մի անգամ գրել, ասում է քննությունս ոնց կստանամ, հետո խոսում եմ, ասում դե որ դու Instagram-ի տարօրինակներին թողես գնաս քննությունդ սովորես կստանաս, էլի, ասում 9-րդ դասարանի քննությունը շատ կարևոր է։ Արի դու գնա քո դասերը կարդա, вообще ոչ մեկին ես հարցը մի տուր։ Բայց ահա որ շատ են ու զարմանում թե մարդ ինչքան բան պետք է լինի որ փոքր երեխու համար բարես Ծնողներից երեխի սա գա։ համար իսկ իմ մոտ շեմ եմ դրել դաժե մտածում եմ 20 տարեկանից նոր սկսած գրանցեմ դաժե 18-19 տարեկան մարդկանց չեմ ուզում հələ գրանցեմ նորմալ կոնսուլտացիաների շատ հազվադեպ է լինում Մարտի մարդու ու մտածում այդ ֆոնին որ կան մարդիկ որ դպրոցական երեխեքը որ հիմա երեխա են խոսքի հատենում են մեկը մի բան անում է հետաքրքրված գնում են առանց իմանալու ինչ է ոնց կա երեխեքին չգիտեմ տարոյով հարցի Ինձ թվում է պատասխանը մենք պետքա մեր էզոթերիկները շատ սենց հա աշխատեինք, շատ հասանելի դարձնենք, որովհետև մենք այդքան կանք, մենք բոլորս իրար սիրում ենք, մենք բոլորս իրար հարգում ենք, իրական մասնագետներով հասցնենք տեղ, որ իրականությունը, հա, եթե երբ մարդուն դա տրված չի, ուրեմն մարդը բացել է մի դուռ, որը ամեն մարդուն մի ձևով կարա տրագեդիա, աղետ բերի իրատուն, իրանք այդքանը չեն հասկանում։ Իրանք մտածում են փողի աղբյուրը, դա արդեն ցածր աստրալն է, որը կարա խորտակի իրանց։ ու միանշան խորտակում է որտեղ էդի օքեյ մի օր լավ փող աշխատեցիր մի ամիս երկու ամիս բայց դի հողավեր չի պիտի դրա տակից դուրս գա մարդ Հրավիրենք էզոթերիկների մի օր, հա, համախմբվենք, ինչի չէ, իմ զումում կհանդիպենք, հետաքրքիր կկազմակերպենք սենց մեկ-մեկ, թեկուզ 10 հոգանոց լինի, վատ չի լինի, իրական մասնագետներով տեղ հասցնելու, ճիշտ մեկնաբանելու, էզոթերիկայից, ակուլտիզմից, մոգությունից, տարբեր թեմաներ են լինելու, թվագիտությունից, թվերից, մարդու առաքելությունից, եթե մարդ սխալա, հա, իր առաքինությունը մարդ չգիտի ինչի համար է եկել, իսկ թվերի մեջ բավականին մարդու, հա, ամիս, ամսաթիվ, տարեթիվ մեծ գաղտնիքներ կան, մեծ պոտենցիալ, որ ինքը պետք է բացի, բայց ինքը հակառակն է անում, ակտիվացնում առանց իմանալու իր բացասական թվանշանը, որը քաոս է սարքում իր կյանքը, ինքը կարա բոլորին մեղադրի բացի իրանից։ Вообще Հայաստանում սովոր են մարդիկ, որ պետք է էզոտերիկայի էջ վարողները կամ տարոլոգները իրար չսիրեն, իրար մասին վատ խոսեն ու հենց Դա մտնում մեզ չի բերում են վերաբերվում, մենք բոլորս լավ էներգիա ունենք, համախմբվելու ենք։ Ես Ես օրինակ դա խոստանում զբաղվում եմ, օրինակ ես տենում եմ ինառն ինձ դուր է գալի ինառի աշխատանք, եսի մեջով բաց այդ ֆոլոուերս տալիս եմ պետք է կասվախ, իսկ սթորի եմ անում, որ ես մարդուն հետևում եմ ինչ-որ մեկը, ինձ մի անգամ մի հատ տղա է գրում կոնսուլտացիայի համար, խոսում եմ, գիտեմ պետք է ինքը գրացվի, բան, խոսում եմ պայմաններ ներկայացնում, արդեն ասում ինչ թեմայի, քննարկում ենք ինչ թեմայի մասին է, մեկ էլ գրում է բա չէ, կոնսուլտացիանի համար չի, քրոջս համար է Սենց կախում եմ մոտս, ասում այսինքն ասում բա որ քրոջ համար դուք եք դուք պայմանավորվում եք իմ հետ ոչ թե ձեր քույրիկը հետո այդ աղջիկն է գրես մահա դե որտեղ հայեք չուզես ես մի անգամ ես գրեմ մի հատ իմ աղբերը ձեր հետ խոսել բա ասում հարգերես դուք տարոլոգի եք էլի դիմում նորմալ է ասենք եթե դուք ինձ չեք վստահում ամանչում եք ինձանից ես չենք կարող մենք արդյունավետ կոնսուլտացիա ունենանք բա հա ես ձեր ասի գիտեք ինչ կա տիկին ինառային դիմեք եթե դուք տողուց ամանչում եք կինա ու հաստատ արդեն ավելի արդյունավետ կլինի կոնսուլտացիան իր հետ, որովհետև եթե դուք ինձանից ամաչում եք, չի կարա էլ եթե բան վերցնեմ լինի։ մի վարքյան, ջուրս ավարտվեց, ես որ ջրի տարերքին ինչքան կարամ շատ ջուր եմ խմում, էլի։ Իմը Ես բանն է, ես ու զարմացել եմ, ասում ոնց դուք ուրիշ տարածում հախի, հիմա ինչ պետք է անպայման վատը խոսայի, ասեի չի իրան չդիմեք հանկարծ ինձ դիմեք մենակ ես փողա, ասում ստեղ բանը գումի շուկան չի էլի, որ ես ինչ որ մեկի մասին վատը խոսամ, ինչա թե իմ ապրանքը ծախվի։ Ես իմաստե նպատակը մաքսիմում արդյունավետ կոնսուլտացիան է, ես տենում եմ, որ դուք ինձանից ամանչում եք, քաշվում եք, անկեղծ չեք լինելու իմ հետ,
Ասում անիմաստ փող մի տվեք էլի, որ դուք հոգուց չեք ունենալու, լավ գնացեք այն մարդու մոտ, ումից դուք չեք ամանչում։ Նայ, ես ում եմ տեսնում ամբողջ TikTok-ի մեջ, որ իրոք կա տրված է եւ այդ մարդիկ կարան իրոք էզոթերիկներ են, հա, կարան ուժեղ աշխատեն։ Քեզ տեսել եմ, ես քեզ ասել եմ, որ, հա, քեզ նկատել եմ ես։ Մինչև դա ես պարզ ասում եմ, քեզ ես չեմ սիրում մարդու հետևից խոսալ։ Մի քիչ իմ մոտ նեյտրալ էր քո հանդեպ, հա, որովհետև մարդ կարա նաև սխալվի կյանքում։ Լինում է բոլորիս մոտ։ Բայց հետո ես հասկացա, ես վերջերս, որ հիշում ես, ես քեզ ասեցի, ես հասկացա, որ չէ։ Իս դուր է գալիս, որ մենակ պոդաչա, քո պոդաչան, հա, տալչոկը, որ դու կարողանաս տարբեր հարցերով։ Ու տենց սկսվեց մեր հարաբերությունները, ում եմ ես էլ տեսնում TikTok-ում, Հեկատային։ 100%։ Ես ում տեսնում եմ, հեռավորության վրա սենց հիմա նայում եմ, ես այդ մարդկանց անունը տալիս եմ, Արմանին, իմ նախկին աշակերտ, Օրձյան, Խաչիկին, որովհետև սկսնակ է ինքն էլ, իրա մեջ տեսողականն է ուժեղ, ուրիշ մասնագետ ես չեմ տենում ընդեղ, չկա, չեմ տեսնում, ես չեմ կարող խաբեմ մարդկանց, ես այսքանին եմ տեսնում, ընդեղ կան կուկլեք են դնում, չգիտեմ ինչ սիրում բաներ են դնում և այլ, և այլ, և այլ, գրում են պայծառատես, բայց տարոյ, այդ չի նշանակում, որ ինձ տրված է, դու պետք է գրես տարոյս վերցրի ձեռդ պայծառատես, ժողովրդին խաբվում են։ Այ հիմա դու էլ ասես, ես էլ ասեմ, այս մարդիկ կարող է մտածեն, մենք նախանձում ենք, չենք ուզում։ Բայց նրանք չեն հասկանում, մենք բարձրաձայնում ենք, որ ժողովուրդը մնացածին չդիմի, սուտ են սաղ։ Մեկը խաչադնում, մեկը այսքան Հիսուսի բան, տեսել ես։ Բայց տեսիչ վտանգավոր բան եմ ես նկատեմ, անավանդ այս ջահելների մեջ, որ վնաս են տալու մեր ազգի ժողովրդին։ Ես նկատել եմ, որ իվալիտներ կան մեջները, ինչը կարող է ոչ, չգիտեմ, դու նկատել ես թե չէ, որովհետև ես տեսնում եմ։ Դրանց մեջ իվալիտ մարդիկ կան, որ կարան վնաս տան մարդկանց։ Մեկի աշկը քոր կարա լինի, նախանձությունից, չարությունից, մեկի ոտը կարա կտրված լինի, ինչ-որ խնդիրներով, հիվանդություններով մարդիկ, ովքեր վարժի չեն տիրապետում, իրանցից վտանգ եմ տենում ես մեր ժողովրդի հանդեպ։ Բարես իշի, ու տենց բաներ, դեպքեր, իրանց ներկայացրած սև մոգեր, իրանց ներկայացրած, որ տարոլ եկեն, իրանք բապշի կապ չեն ունենալու դրա հետ։ Սենց մարդկանց բավականին պրոբլեմներ է սպասում, Սատուրնի պատիժը։ Ակապի հլը փորձի ուշադիր եղի հլը այդ էներգիաներին, որը որ գալիս է քեզ տարոյով հլը միան դու հարց տուրով են, իրականում կա տենց բան թե չէ։ Ես չեմ հարցը տալիս, դե ես տեսնում եմ, ինձի պետք չի դա, հա, մի անգամից գալիս է ինձ էներգիան։ Մեկը TikTok-ով բաներ, էֆիրի ժամանակ Սկլիարվայի կալոդայով բաներ են։ Հա, Սկլիարվայի։ Սկլիարվայի կալոդը օբշի ռասկլադով օգտագործել այդ արդեն, ասեն, չկա, ես չեմ տեսնում, ես ասեցի, ում եմ տեսնում, ում ենք կարան, էզոթերիկներով հավաքվենք, շատ տարբեր թեմաներ քննարկենք, շատ հետաքրքիր կարա լինի։ Իմ զումում ոչ մի խնդիր չեմ տեսնում, բոլորին էլ ես հրավիրել եմ միշտ։ Ես միշտ մարդկանց եմ ասում, հետևորդներին, մեր ժողովրդին կհետաքրքրի, որպեսի կամաց մեզ միանա, որպեսի մենք գիտելիք տանք, ոչ թե չես տեսնում ինչա կատարվում TikTok-ում, դեգրադացում։ Չէ, հասարակական Աստվածաշունչ են դնում սեղան կամ Քրիստոսի արձանը, մարդիկ են ասում, ինքը սրբից է ու գնում են մոտ առանց հասկանալու դրա տակ ինչ կա։ Հասարակական ասում, մարդը խաչը վզին ռունաներով է աշխատում։ Ասում ամենահակառակ բաներն են։ Ինչի մասին ես խոսում, խաչը սենց մեծ, ես ցույց տվի իմ YouTube-յան էջում։ Մարդու առանց մարդու իմացությամբ գնացել էր նաուպակո էր վառը, մի քանի մոմ եկեղեցում նկար էր ուղարկել։ Դևը ցածր աստրալի մեքենա քշելու վաղ խեղդում էր իրան։ Ես եմ մաքրել դա ու իրան խայտարակարի դրանից հետո արդեն всё
լալկավելա։ Հիմա ինքը լավ է, այդ աղջիկը։ Ու սրբի կողի տակ սենց խաչը վրել, ասել էր, որ ինքը բանա, չգիտեմ, որ այդ աղանդներից է։ Այ դրա կողի տակ են ան, մեկը չի է, դեմքն էլ ցույց տվի ես YouTube-ով, խայտարակություն։ Մարդիկ ուղղակի այդ տենում են, այդ սրբապատկերին են բազում մտածելով ինչ-որ լուսավոր բան է, առանց հասկանալու դրա տակ ինչ է։ Չէ։ Ասենք ռունաներն ու քրիստոնեությունը, որ սենց դուգա են տալիս իրար։ Խոսախի, որովհետև մեզի դա պետք չի, մեզ պետք է որ մենք մեր ժողովրդին ճիշտ ինֆորմացիա տանք, մարդիկ տեսնելով ճիշտ էզոթերիկներին, ուշ թե շուտ գալու են մեր մոտ։ Դրա համար պետք է համախմբվել մեզ։ Հիմա զարմանում Տակիր էֆիրներ անել, ճիշտ կանխատեսումներ անել, որպեսզի մարդիկ տեսնեն եւ մոտենան, հասկանան մակարդակով աշխատանքը որն է, ճիշտ մասնագետները որն են, իսկ որն են այդ փանթիները, ովքեր գրադասում են։ Մարդը մութ ուժի հետ աշխատում, նեկրոէներգիայով աշխատում, լուսավոր կարևորը մարդը լինի պրոֆեսիոնալ, որ իրան դիմով է հասկանա։ Պրոֆեսիոնալ եւ մարդկանց վնաս չտա, վերջ։ Խավարի հետ աշխատում լավ անում։ Դա ոչ 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 Պողոսի, ոչ այդ մարդն է իր ընտրությունն արել։ Ինքը գիտի։ Հա? Ոչ մեկ իրավունք չունի, ոչ մեկին ասի դուք ամեն մարդ պետք է հարգի դիմացինի որոշումը։ Ու թափանցիկությունը կարևոր, որ մարդը հիկատայի էգրեգորի մեջ է, ինքը ասում է ես հիկատայի էգրեգորի մեջ եմ, որ իրան դիմողը իմանա ումա դիմում։ Ես Բայց լիքը հիկատայի էգրեգորի մեջ։ եմ։ Ինքը շատ լավ էգրեգորա, քեզ ասեմ, այսօր, այսօրվա դրությամբ, հենց այդ էներգիան ամբողջ աշխարհում։ Այսինքն կանայք է չէ իմ իշխանության։ Ես գիտեմ։ Մեր իշխանությունում կանայք չկա, կանայք են տունը պահում։ YouTube-ում դաժե փոխել է թետնի բազեր անունը հիկատայիկ է։ Իմ համար idea կարևոր, որ դուք եթե այդ էգրեգորի մեջ եք, բացահայտացնում եք, ես այս ուժի հետ եմ աշխատում, որ ձեզ դիմողը իմանա ում հետ գործ ունի։ Բայց մարդիկ նախ այնտեղ մեկը անունը գրել է էլի հիկատակա TikTok-ում, բայց ինքը вообще ես ինչա։ Հա։ Դեր ասած մարդը չի էլի։ Բացում ես Ինչ գունավոր լուսավոր լույսերի մեջ բարի երջանիկ են, որ ասեմ вообще դու գիտես հիկատան ինչ ուժ է, հիկատան ծիածանի գույների մասին չի էլի, որ խոսքի ասես, ես դրա համար ասեցի ովքեր են, ճիշտ է ասեցի, ես ուրիշ մարդկանց չեմ տենում, հələ որ ընդե, կան մեր աշակերտներից, հա, որը ստեղ չի, դուրսնա, դրա համար իրանց անունները չեմ տալիս, օրինակ Սյունեի ունենք, շատ լավ կանխատեսում է, Խառատյանը Ֆրանսիայա, իմ սաներից է, հիմա կոսմետոլոգ է ինքը, կստացի, ունենք Լեաննան, իմ սաներից, հիմա էլի կոսմետոլոգ է, ես էլ եմ կոսմետոլոգ եղել, զարմանալու չի, անգամ դիպլոմ ունեմ, էլի կա, դուրսնա, շատ կան, շատ սաներ ունեմ, որ իրոք, բայց կեսից շատը դուրսն են, ես վերջի հավարտածները էստեղ են, դեր հելս նոր են սկսում, հա, պետք է էպվեն, մի անգամից չի լինում ոչ մի բան, Մոսկվան մի անգամից չի կառուցվել, իսկ եթե դու կցանկանաս, շատ հասկանաս մեր, հա, քանի որ ես վեդայականն է իմ թվագիտությունը և աստրոլոգիան, հա, ես հիմա քեզ մի գիրք ցույց կտամ, ինչ քեզ շատ կհետաքրքրի, սա իմ գրքերից մեկն է, որ ես երկար տարիներ, հա, օգտագործում եմ, բայբաստուրիտ է, լսել ես, նայ, հա, դուք WhatsApp-ով իրան ուղարկել եք ինձ, ցուցակում կա, բայց առնեմ։ Восьмерка, карма, планет, успеха жизни, ведическая астрология. Բայբաստուրիտ են ինքը շատ խորն է տալիս էս ամեն ինչը։ Հա, ես բավականին շուտ եմ ուսումնասիրել, բայց հիմա լրիվ այլ բան եմ թվագիտության հետ կապված։ Սենց ընդհանուր ես միացնելու եմ իրան մի հատ հետաքրքիր բոմբ բազ սարքեմ, որ էդ ինչ թող դու գիրիշ բան, էդի հետո կտենակ, հետո դասավանդումների մեջ էլ եմ մտցնել, բավականին հետաքրքիր ալնել։ Սիգմա, որ մարդիկ տարբեր ձևերով է մոտենում,
ու մարդիկ կարևոր է որ բազմակողմանի զարգացվածություն օրինակ էզոտերիկայի հետ կապված թեման ես նորի 8-րդ դասանի ֆիզիկայի օրինակներով եմ բացատրել որ մարդը չէր պատկերացնում վիբրացիաները ինչա ասում հիշում ես դպրոցում ֆիզիկայից որ ասում ենք որ ճոճանակները ճոճորվում են հետո ընկնում են ռեզոնանսի մեջ սկսում են նույն ուղղությամբ ճոճորվել ասում նույնն է վիբրացիաների մասին ու զուտ չէր պատկերացնում որ ամեն ինչից պիտի իրականությունից իմանալ լեզուներից իմանալ անատոմիայից բայց այսինքն դա անգամ դպրոցական դա ակտուալից մարդ պիտի տեղյակ լինի թե չէ ով տունը անկորձ նստած է ով կրթություն չունի բան վարպերից մի հատ կալոդա են առնում ու всё գնաց իրենց դնում են վերին Անգամ այդ Վալբերիսի մեր աղջիկներն են ինձ ճանաչում, ընդեղի աշխատողները։ Մի օր մտա, ասեց մի հատ աղջիկ էր եկես, ինձ Էժան 1000 դրամանոց տարո էր առել, ասում էր մարդ եմ մանգալի որ սովորեմ։ Ասում քո անունը տվիքս լրջացավ, ասեց ամենաուժեղ մասնագետն է, ասեց լավ կմտածեմ։ Համարս էլ ինչ որ տվել էին, հետո պարզվեց շիզոֆրենիկ էր էդի։ Ես մի անգամից զգացի, նայեցի, ինքը դաժե թուղթներ ուղարկե, որ ինքը շիզոֆրենիկ է։ Բայ արա, ասի չի կարելի, շիզոֆրենիկներին вообще չի կարելի։ Գլխի հետ պրոբլեմ, մարդկանց вообще։ նայեք, вообще որ մարդ սովորում է, ուսում է նոր սովորել, բալիբոմը ինքը միացած էտապ կա, որ մտնում է բանի մեջ, այդ խավարի մեջ, որ կոպիտանց պետք է կարողանա դից դուրս գա ինքը, ոչ մեկ միանգամից չի կարա բանանին։ Այո։ Պետք է կոպիտանց սոչիալի դեմքով հերթով ճանաչի։ Մի րոպե։ Ահա։ Հիմա լավ լսվում է, ասա լսում եմ։ Ասում պետք է կոպիտանց աստրալ սուշերին դեմքով հերթով ճանաչի նոր անցնի վերը, բայց լիքը մարդ կա հենց այդ էտապում գտնում է։ Չէ, ոչ մեկ չի կարա միանգամից բարձր վիբրացիաներին կպնի, պիտի ներքևից սկսի։ Իհարկե։ Նայ, այն նկարը որ քեզ ցույց էի տվել, իկոնան, էդի редкий իկոնա է, գիտես ինչա կոչվում։ Օկա բոժի։ Հա։ Օկանի հետ կապ ունի։ Ունքերը տեսար ես մեջտեղը։ Հա։ Դա ամեն տեղ չկա։ Ինձ հենց անեն իմ ձեռը, որ մի բան հայտնվում է, հենց անեն չի հայտնվում։ Հասկացար։ Այդ է, ուղղակի բանը մարդիկ չեն էդի անվերցնում միանգամից ներկայանում են որպես պայծառ լուսավոր ինչ-որ մեկը, բայց տակը ֆունդամենտ չկա։ Չկա։ Ես իմ էջում հաճախ եմ խոսում, չնայած գիտեմ, որ լիքը մարդիկ կան, ես են սկսում եմ դες խոսալ, խուսափում եմ մի քիչ, որովհետև չեն սիրում մարդիկ միանում։ Ես ասում եմ, եթե խավարը չի տենում մարդ, ինքը չի կարող իմանալ լույսը ինչ է։ Պրոստը չի Այո։ Դրա մեջով պիտի անցնեն։ Պրոստը տակ վեկալել ասել ես լուսավոր եմ, չկա տես բան, ոչ մեկ պրոստը տակ լուսավոր չի լինում։ Այո։ Абսոլютно ոչ։ Լրիվ ոչ իդեալական է լինում, ոչ էլ լրիվ լուսավոր է։ Լուսավոր եթե լինեին, այդ լուսավորի տակ չէին մտնի մարդկանց, դատեին։ Արարիչնա չէ ասում ով ես դու, որ դատես, դատողը ես եմ։ Չէ՞։ Ես որ մարդիկ չեն ընդունում հասարակում, որ սաղս էլ մարդ ենք։ Ու տես հարաբանված լուսավոր մարդ, եւ վերջինը Քրիստոսն է եղել, որ իրանց հետո հələ չի եղել այդ կատեգորիայի մարդ։ Քրիստոսը նաև բուժել է իմացի։ Հա։ Այնքան գաղտնիքներ կա։ Մինչև 30 տարեկանը թե ուր ա եղել, հասարակում։ Հետո ինքը այդ որ ցույց են տալիս իրան դեմքով իրականում տենց չի։ Ես իրան լրիվ ուրիշ ձև եմ տեսնում։ Կոլոտ, ոչ թե տենց բոյով։ Ես ուրիշ մասնագետացել եմ կարծիք այդ բանի մասին լսել, որ պատկերները ինչ որ ներկայացնում են մարդկանց այդ չի։ Այո, ու 100% ես վստահ եմ, որ հայ է եղել։ Էդ էլ եմ ասում։ Ինֆորմացիան ինձ գալիս է, որ ինքը հայ է եղել, այո։ Նայ, նոյը, այս նոյան տապանը, որ ասում են, հա, որ լերում էր եղել, Արարատի, չէ։ Էդի հենց անես չի, որ եղել է։ Եվ ես 100% վստահ եմ, որ Քրիստոսը հայ է եղել։ Այդ պատմությունները Եգիպտոս տուդա-սուդա, ես կարծում եմ, էդի եկեղեցուն տենց հաձերք տվե, տենց են գրել։ Բարերս հիշի, ես ճիշտ եմ դուրս գալու։
Այնքան Կարող հեռանում ես ու բան իմ ինտուիցիան հələ ինձ չի դավաճանել։ ես էլ դպրոցում էի, մի հատ գաղափար էի հանել, ճիշտ է դրա պատճառով որոշ մարդիկ ծիծաղացին, կարծեմ 8-րդ դասարան էինք, բանը ասում եմ որ Նոյան Տապանը Արարատի վրա կանգնել է, ստեղից է կյանքը նորից սկսել կամ այդ Աստվածաշնչով Եդեմական այգին որ ներկայացնում է, չէ, Տիգրիս ու Եփրատ գետերի արանքում էլի ընկնում է հայկական լեռնաշխարհի տարածքի, Ապրես։ դրա համար այս հատվածի համար վերջին ուտում են իրար ծախ։ Բախեն ասում Հայաստանով սկսել է պատերազմը, Հայաստանով էլ վերջանալու է։ Ես բալանին տալիս եմ, որ հետո ուսումնասիրես, ես ինչի համար ասեց։ Սկսի ուսումնասիրել կհասկանաս ինչ նկատի ունեմ։ Ինքը կոլոտ, բայց սիրուն ա եղել, որ ասում են գեշ ա եղել, ոչ։ Տգեղ չի եղել, բավականին հետաքրքիր կազմվածք ա ունեցել, շատ հասարակ պաստուխի տղա, մարդու տղա, հասկացար։ Ես շատ մարդկանց բուժելա կա գաղտնիքներ, որ ես իմ պատկերացումներով եմ ասում, բացի աստվածաբանությունը, հա, ուսումնասիրելով, որ ինքը իր աշակերտների հետ գաղտնի հանդիպել է, իրանք, հա, բուժելու հետ կապված եւ այլ, շատ մարդիկ այդ մասին չգիտեն, միգուցե Այս բանն է հետաքրքիր, որ նորդիչեսկի տրադիցիայում սկանդինավյան աշխարհի պատկերը տանձինա որ կա, չէ՞, ծառի տեսքով, օձը վրա փաթաթված։ հաթաթված, այո։ Որ առաջի անգամ էդին տեսա, մի րոպե մոտս նկարը կա։ Ինչպես եք սիրելի հետևորդներ, լավ եք, տեսնում եք ինչքան գիտելիքներից ենք խոսում հետաքրքիր։ Այս ծառը օձներ վրան փաթաթված, Այն կուբիկները, հա, ռոտ, դա, այդ ես էդի որ բանը, առաջի հա, անգամ տեսա, Լիլիթն է այդտեղը, երկրորդ կինը։ ու նույն սիմվոլը, որ քրիստոնեությամբ է սկսում, էլի ծառը վրան օձը փաթաթված։ Որ շատ Այդ շատ օծը եկել է երկրորդ կինը Ադամի, որ ասում են, հա, Լիլիթն է եղել, Լիլիթը, Այս Լիլիթի հետ հասկացար։ շնչել հապիկ գնացել։ Հասկացար։ Շատ հաճելի է ձեր հետ արժիս շուշուտ անել։ Այս անգամ չգիտեմ Instagram-ի խնդիրը իմեջում ցույց չտվեց լայվը իրականում։ Ես մտել Բանից իմ ինտերնետի հետ էլ կապ ունի, ես պետքա վաղը գնամ դիմում գրեմ, ես ինտերնետը չեղյալ համարեմ, նորը վերցնեմ, որովհետև ինձ պետքա, որ unlimit լինի, լիմիտով չլինի, էլի, աշխատանքը սենց, որ ինձ ձերք չի տալիս սենց, էլի, նոր ասկսես, վերջերս ասկսես սենց հանել, եղա, ես էլ եմ ուրախ, մենք ինձ նամակներ են գրում, նամակները ինձ տեղ չէր հասնում, պրոստը ես չի իմանում, որ մարդիկ ինձ բան են գրում, որևէ համար, հա, գժվում ոչինչ, այստեղ։ ես չեմ նեղվում, գիտեմ, որ կապերի հետ ա խնդիրը, այդ հարցնիդ կլուծեք։ Մնացած էզոթերիկներով սենց մեկ-մեկ որ կլինի հանդիպումներ, քեզ էլ կտեղեկացնենք, այն մեկին էլ կհանդիպենք, խոսենք, որպեսզի մարդիկ տեսնեն, հա, ով ինչ գիտելիք ունի, ինչ ոնց կարևոր է, որտեղ հասցնենք մարդիկ իրական մասնագետներին ճանաչեն, ոչ թե խաբեբաներին, ոչ թե ջահել, ես անցած տարի եմ կանխատեսումն արել տարվա համար, որ հենց շատ այդ ես ասում ես 7-րդ դասարան, 9-րդ, այս սրանք են վնաստավորներն ըլնելու, բավականին վնաստավորները սրանք են ըլնելու, ժողովրդին, հասկացաք, դե լավ սիրելի հետևորդներ, հետաքրքիր է, Անջատեք, այնտեղ սախրանիցի կնոպկա, սախրանից սվեք, որ ձեր էջում պահվի, հետո ես իմ էջում իստորիա կքսեմ ես։ անպայման, իսկ ես YouTube-ում առանձին Dovlander կքաշեմ, կգցենք YouTube։ Եղավ, դե լավ եղեք, սիրելի հետևորդներ, Արտուր ջան, քեզ շնորհակալություն, բոլորին մաղթում եմ բարիքուն, մինչ վաղը, ցտեսություն։